0-ից բիզնես սկսելը, դա մի հատ բարդ ճանապարհ է, որով անցել ենք, այդ ձևով ամենայն դեպս փորձում եմ չանցնել։ Բիզնեսը այնքան է կլանում մարդուն, որ ինչ որ կետից այդ սահմանը կորում է մարդու անձնական տարածքի ու բիզնեսի։ Էներգիան ունես, մտքեր, մտահղացումներ ունես, նոր պրոյեկտներ սկսես, Քո դեպքում բիզնեսների քանակը, ամպլիտուդան շատ մեծ է։ Դու ունես Հայաստանում ստեղծված մի հատ բրենդ, ինքը հայաստանյան բրենդ է։ Եթե դու ունես Ամերիկայում ստեղծված բրենդ, ինքը համաշխարհային բրենդ է։ Ամենահարուստ մարդիկ են, ովքեր ունեն ավելի թանկ բան, քան փողն է։ Սեփականատերերը եւ ստեղծողները մաքսիմալ շփող եւ հանրային դեմքեր են։ Լավագույն, այսպես ասած, վերլուծությունը կտրելուց հետո է, քայլանելուց հետո է լինում։ Մտքեր են գալիս, որոնք դուք հասկանաս, որտեվ դու ամեն դեպքում հայ ես եւ հայի մտածելակերպով։ Լավ խոսք է, ասում են դու կարաս ճիշտ լինես մենակ այն դեպքում, եթե միշտ կարծիքդ փոխում ես։ Ողջույն բոլորին, Կապիտալիստ պոդքասթի հաջորդ թողարկումն է եւ մենք այսօր շատ խորհրդանշական եթեր ունենք։ Ուղիղ 9 տարի առաջ, նոյեմբերի 28-ին, մենք ծանոթացանք այսօրվա իմ հյուրի հետ եւ նկարեցինք այն ժամանակվա մեր առաջին պոդքասթը։ Հետո այդ պոդքասթը դարձավ մեծ ճանապարհի, ընկերության, բարեկամության, գործընկերության հիմք եւ այդ 9 տարիների ընթացքում ինչքան բան ասես դրական իհարկե տեղի է ունեցել եւ այսօր մենք կրկնում ենք, կարելի ասել 9 տարի անց YouTube-ում մենք անպայման կդնենք այդ հոլովակը, կարող եք գնալ հետ նայել եւ արդեն parza կարծում եմ, որ այսօրվա իմ հյուրն է Բակուր Մերքոնյանը։ Բակուր ջան, հարգանքներս։ Իհարկե մենք չգիտենք այն ժամանակ ինչ ենք նկարում, այդ ոդքասթի հիմա այն կանոնը կարողանում տալ այն։ Հա, այն ժամանակ կանոն չկար։ Կանոն չկար, հարցազրույց էր ինչ։ Հա, գործար հանդիպում Գրիգոր Արաքելյանի հետ Այո։ Պոպոկ բանում նկարեցինք ձեր հյուրանոցում։ Իդեպ Բակուրը, եթե բիզնեսներից խոսանք, ստեղծել է մեծ հոլդինգ, որի մեջ իհարկե Արտլանջ ընկերությունն է, որի մեջ հյուրանոցային ցանց է, Դիլիթաուն հյուրանոցով, Պոպոկ հյուրատներով, որը նաև Իտալիայում է հյուրանոցների ցանց 5+, չէ Բակուր։ 5-ը պես պահին, Որոնք հələ վերակառուցման փուլում են։ այո։ Նաև վիտամինաջրերի արտադրությունն է Բակուրինը, լավա էլիքսիր պրոդուկտի արտադրությունն է, եւ նաեւ կառավարման հոսպիտալիտի կառավարման ընկերություն ունեք, չէ՞։ Կայուն գրուպը։ Կայուն գրուպը։ Դե մենք շատ հետաքրքիր այսօր դիալոգ ենք ունենալու, խոսալու ենք բիզնեսից, կյանքից, այնպես որ մի հատ լավ սուրճ պատրաստեք ձեր համար կամ վիտամինաջուր վերցրեք, կամ կարաք վիտամինաջուրն ու կոֆե հաուսի սուրճը վերցնեք ու տեղավորվեք էկրանների առջև եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք երրորդ աթոռն ունենք, երրորդ աթոռը նախատեսված է մեր ունկնդիրների համար, այս աթոռից դուք կարող եք մեզ հարցեր ուղղել եւ մեր ոդքասթը ավարտվելու է այն օրը, երբ վերջի հարց գրողը իր հարցը գրելու է մեկնաբանություններում։ Կարող եք հարցեր գրել եւ ինձ եւ Բակուրին, մենք երկուսով էլ կպատասխանենք ձեր հարցերին ցանկացած տեսակի բիզնեսի, կյանքի եւ առհասարակ այնից ձեզ հետաքրքրում է։ Այսինքն մեր ոդքասթների ֆորմատը ունիկալ է նրանով, որ երկու կողմից բացի մենք ունենք պարտադիր երրորդ կողմը, այստեղ նստած է մի քանի հազար մարդ եւ կարող է մեզ հարց ուղղել։ Ես էլ իհարկե ժամանակ առ ժամանակ այս կետից հարց կուղեմ Բակուրին։ Եվ մինչև առաջի հարցը տալը նաև ցանկանում եմ նշել, որ այսօրվա մեր հաղորդումը ունի գործընկեր, մեր գործընկերն է մեր ակումբից, մեր ակումբականներ Մարիամ Կաչաչյանի եւ Յուրի համատեղ ստեղծած Էկոստեպ ընկերությունը։ Էկոստեպ ընկերությունը կանադյան սոլար ընկերության Հայաստանի եւ Վրաստանի պաշտոնական գործընկերն է, որը կանադական որակի արևային պանելներ է արտադրում եւ մեր սիրելի ակումբականների պրոֆեսիոնալ ինժեներական թիմի միջոցով ջանքերով դա վերածվում է շատ կայուն եւ որակյալ արևային լուծումների եւ մենք նաեւ հողումը կտեղադրենք Էկոստեպ ընկերության մեր ոդքասթի տակ, կարող եք այդպես գտնել մեր ընկերներին կամ նայել Մարիամ Կաչաչյանի հետ իմ ոդքասթը։ Դե Բակուր ջան, առաջի հարցս ես ասացի, որ հետաքրքիր հարցով եմ սկսելու եւ հարցս վերաբերվում է կնոջ դերը բիզնեսում, որովհետեւ ես գիտեմ, որ ձեր բիզնեսում դու ամեն ինչ անում ես, ստեղծել ես այս ահռելի մասշտաբը Տիկին Գարանի հետ միասին եւ ես քեզանից եւ նաեւ շատերս քեզանից սովորում ենք նաեւ այն, որ կար sense կարծրատիպ տարիներ շարունակ, որ բիզնեսը դա տղամարդու զբաղմունք է, բիզնեսում տղամարդիկ պետք է որոշում կայացնեն, բայց դու եկար ու փոխեցիր այդ ամեն ինչը ու ցույց տվեցիր, որ չէ, կա նաեւ այլ մոդել, ավելի ուժեղ, ավելի կայուն, դա կնոջ
հետ համատեղ ստեղծած բիզնեսն է։ Ես կուզենամ դրա մասին խոսենք։ Դրա մասին շատ պարզ է, այսինքն ինչ է, մեխանիզմը շատ պարզ է, որովհետև բիզնեսը նոր սկսելուց, երբ ինձ հարցնում են նոր սկսելուց ինչ մեխանիզմներ ինչեր է պետք դնել, բնականաբար նոր ստեղծելուց ամեն ինչ ստեղծվում է վստահության եւ փոքր նոր թիմ ստեղծելու դեպքում թիմի վրա։ Իսկ ով ավելի վստահելի մարդ է, եթե ոչ քո կեսը, էլի։ Այստեղ շատ պարզ է եւ այն փուլում երբ դու չունես որևէ լուրջ մեխանիզմ ստուգելու, վերահսկելու, հիմա լրիվ ուրիշ է, ասում են հիմա ինչ ձևով ես աշխատող ընտրում կամ թիմակից այն ժամանակ ինչ ձևով էիք ընտրում, դրանք ռադիկալ տարբեր բաներ էին, որովհետեւ այն ժամանակ նայում էինք մարդկային հատկությունների վրա, նայում էինք ինչ ձևով մարդ ինչ ազնվության եւ մյուս, հիմա պրոֆեսիոնալիզմն է առաջ տեղում բնականաբար գալի, HR բաժինը ընտրում է, որովհետեւ կա վերահսկման մեխանիզմներ, կա անվտանգության բաժին, ֆինանսական եւ մյուս Այն ժամանակ ամբողջը սկիզբը ոնց որ վստահության վրա է բոլոր բիզնեսներն, երբ նոր 0-ից սկսում են, այսպես ասած, եւ լավագույն վստահելի մարդը բնականաբար ինքինն էր եւ հաջողությունը հենց դրա մեջ էր, որովհետեւ առաջի փուլում եւ գործերի իհարկե դա էլ մի առանձին թեմա է, դրան մի փոքր կանրադառնանք ընթացքում, որտեղ շատ հետաքրքիր է ոնց է կարողանում մարդուկին բիզնեսի մեջ յոլա գնալ, դա հետաքրքիր թեմա է, դա միշտ չի որ յոլա են գնում, բայց մի քանի անգամ յոլա չգնալուց հետո շատ հստակ բաժանում է եղել գործի, շատ գրագետ, ինչի արդյունքում ամեն մեկս մեր գործն ենք անում։ Բայց նաև ես կարծում եմ, որ կանացի էներգիան եւ տղամարդկային էներգիան, երբ որ միանում է, դրանից ծնված պրոյեկտը նույն երեխաները, այսինքն այդ երկու էներգիաների միանալուց են ծնվում, ինքը շատ առողջ է, շատ պինդ է։ Քեշես մենք ակումբում ունեինք միայն տղամարդ անդամներ, միջև 80 անդամ, ու դու հենց այն մարդկանցից էի, դե Բաքուրը միշտ ասում էր, տղեկ, սենց սխալ է։ Եկեք փոխենք, կանանց ընդունենք, չի կարա մենակ մի էներգիայի վրա կառուցվի ուժեղ կառույց։ Ճիշտ է։ Եվ դուք փաստացի փոխեցիք դա, ցույց տվեցիք, որ կարելի է դա անել, ու ես տեսնում եմ, օրինակ մի անգամ ես նստած էի ձեր կետերից մեկում եւ միանգամից ասես զգացի, որ ասես մարդիկ ձգվեցին լավ առումով, մտածում եմ դու մտար, մեկ էլ նայեմ տնամ Տիկին Գանեն։ Տիկին Գանենն է մտել ու այդ խարիզման առաջնորդի այդ լիդերի էներգիան միանգամից զգացվեց, էլի, որ Տիկին Գանեն կարողանում է այդ մեծ մի քանի հազար աշխատակցով այդ մեծ հոլդինգը իր կանացի էներգիայով շատ ուժեղ կառավարել։ Եվ ստեղ արդեն դե բնականաբար գալիս է մյուս հարցը, ոնց է համատեղում ամուսնական եւ բիզնես գործ։ Տունա մտում էլի մենք զգաստ կանգնում։ Դա հարցը։ Սա հարցերը լիցում։ Իսկ իրականում եթե կատակ մի կողմ շատ հստակ բաժանում է գնացել, նույնիսկ մի հատ այնց կուրիոզ հետաքրքիր դեպք պատմեմ, երբ մենք այսինքն բաժանում ասելով ֆինանսական եւ բանակցային հատվածը թողնվել է ինձ եւ մյուս խոհարարների հետ շփումը մենյուի եւ օպերացիոն այդ հատվածը կնոջս վրա, երբ մի անգամ բանակցությունների արդյունքում մի կետում հայտնի ֆիրմաներից մեկում մենք ճաշարան ունեինք, այդտեղ ես բանակցում էի պայմանների հետ բանի հետ կապված եւ կա որ ներկայացրեցի պայմանները սենսա լինելու կինս Բաքուր շատ է զիջման գնում, թե ինչ այտենց մի բան, sense բան, ասի դե դու գնա բանակցի, հա ես կգնամ կբանակցեմ, բանակցեց, մեզ դուրս հանեցին, միանգամից դրանից հետո ինքը ոչ միտեղ չի բանակցում, այնպես որ այդտեղից հստակ բաժանումը շատ հստակ գնացել է եւ այստեղ նաեւ էլի մի հատ փոքր նաեւ այդպես հետաքրքիր դեպք, երբ մենք տարիներ առաջ հայտնվեցինք ազգային ժողովի ճաշարանը վերցրեցինք կառավարման եւ ես տենց այդ օրը ինչ-որ զբաղված էի, երբ եկա երեկոյան տուն, կինս ուրախ դեմքով եկավ, ասաց ես հարցազրույցներ եմ տվել, հա, ասի լավ, ու անհամբեր սպասում այդ հարցազրույցներին, հետո որ ահագին խեղաթյուրված, իր մտքերը փոփոխված, մոնտաժած ինչ-որ ձևերով հայտնվեց շատ ջղայնացած, ներվայնացած, ասաց էլ ես ոչ հանրային ելույթ եմ ունենալու, ոչ բանակցելու եմ, այսինքն այստեղ էլ այդ բաժանում եղավ, որ հանրային այդ պատասխանատվությունը եկավ ին վրա, ես խոսեմ, այդ հուքումուրը ես ուտեմ էլի կոպիտ հասկացա։ Ես մի անգամ նույնիսկ հարցրել եմ Տիկին Գանենს հետաքրքիր բան ասեց Բաքուրը շատ արագ է բիզնեսում, ինքը արագ նոր կետ է բացում, ավելացնում, բանակցում, պայմանավորվում, ես
այդ ամեն ինչը արդեն համակարգով ոնց որ ասած կառուցում եմ, տեղավորում եմ ու գնում ենք առաջ ու մեկ-մեկ ես ուղղակի չեմ հասցնում Բաքուրի արագության հետևից, այսինքն Բաքուրը այնքան արագ է զարգացման այդ ուղղությունը պահում, որ ես ուղղակի չեմ հասցնում աշխատակիցներ ներգրավեմ, այդ ամեն ինչը դնեմ։ Դե հա, իմ գործը այդ մասով հեշտ է, արագ որոշում կայացնել գնալ առաջ, ծանր աշխատանքը իրանցնա, այդ իրականում կա այդ խնդիրը, բնականաբար հասցնել իդեաների հետևից, բան գալիս են իդեաները շատ կան, եւ թիմային աշխատանքն է իրականում արդյունք տալ այսօր։ Ընտիր։ Եվ հետեւաբար առաջի հետևությունը մենք կարանք անենք, որ քո հաջողության առհասարակ բիզնեսում հաջողության գաղտնիքներից մեկը դա կնոջ կանացի էներգիայի արկայությունն է բիզնեսում։ Բնականաբար իհարկե։ Ու ես գաղտնիք էլ չի դա իրականությունն է։ Դե բայց մենք շատ ընկերներ ունենք, որ խորհուրդ ենք տալի, ասում ենք ձեր կանանց ներգրավեք ձեր բիզնեսներ, իրանք լավ, դե ինչ ես ասում, լավ, դե չէ, սենց, բայց իրականում խնդիր կա տեղ, էլի։ Ճիշտ հակառակն է։ Կա, իհարկե, դե նույն ձևով մարդիկ կան, որ նույնիսկ որպես մարդուկին յոլա չեն գնում, դե բնական է այդ դեպքում որպես բիզնես գործընկերը յոլա չեն գնա։ Իրար այդ եթե մարդը իրար հասկանում է, ամենակարևորն է, եւ եթե մարդուկին որպես ամուսիններ իրար հասկանում են, այստեղ էլ նոր գալիս այդ նույն գաղափարը, որ ամենավստահելի մարդիկ են իրար եւ գործընկերության մասով հաստատ շատ լավ արդյունք կունենան իրար այդ աշխատելուց, որովհետեւ առնվազն գոնե մի բանում դու հանգիստ ես, որ վերահսկողության խնդիր չունես, էլի այդ ազնվության այդ ֆակտորը, որը սկզբում շատ կարևոր է, հա, ինչի է սկզբում շատ կարևոր, որտեղ դուք սկզբից կարող եք վերցնել շատ պրոֆեսիոնալ թիմ կամ մարդ ունենալ վերցնել աշխատանքը, բայց եթե ինքը ազնիվ չեղավ, դուք շատ ավելի մեծ կտուժեք, քան թե վերցնեք ազնիվ մարդու, որը գործից չի հասկանում։ Առնվազն այդ երկու մոդելները իրար հետ համեմատության դնելու միշտ հաղթում է սկզբնական փուլում այդ ազնվության ֆակտորը, նվիրվածության եւ ազնվության ֆակտորը։ Հասկացա։ Լավ, հետաքրքիր մի հարց կա իմ մեջ, որ բնական բիզնեսմեններ հենց մեր ակումբում, ովքեր մի բիզնես են կառավարում, ֆոկուսը ներնում մի բիզնեսի վրա ու մասշտաբացնում են դա։ Այս բիզնեսը ստացվել է, իրան ուղղակի մեծացնում են։ Քո դեպքում բիզնեսների քանակը, ամպլիտուդան շատ մեծ է։ Հանրային սննդից մինչև կառուցապատում, անշարժ կառավարումից մինչև արտադրությունից մինչև, չգիտեմ, հյուրանոցային ցանց, հա, որն է քեզ ամենաարդյունավետը, այդ տարածվել բազմապրոֆիլ հոլդինգ ստեղծել, թե մի ուղղությամբ կենտրոնանալ, մի բիզնեսը զարգացնել։ Այստեղ պետք է հստակ տարբերակել, այսինքն շատ կարևոր է այդ փուլը հասկանալ, երբ է, թե մենք օրինակ ինձ շատ եմ հիշում, քանի որ մեր մոտ արտլանչը ստացվում էր, շատ առաջարկներ էր գալիս այլ բիզնեսների մեջ մտնելու, նույնիսկ ռեստորաններ, նույնիսկ բացելու, երբ կարծում ես շատ իրար մոտիկ են, հա, ճաշարաններ եւ ռեստորաններ, մենք բոլորից ես որ հրաժարվում էի, զարմանում էին, ասում եմ, որովհետեւ ես այդ ժամանակն ու ռեսուրսը դնում եմ այդ բիզնեսի մեջ եւ մեծացնելու։ Իհարկե ճիշտ ուղղությունը դա է, մի բիզնեսը վերցնել եւ մասշտաբացնել, բայց երբ դու արդեն կարողանում ես այդ բիզնեսը բերել մի մակարդակի, մի վիճակի, երկինքը համակարգված աշխատում է, բնականաբար այդ քո ռեսուրսը որն է, դու ինչ պետք է անես իր մեջ, եթե ինքը համակարգ կարողացել է ստեղծել, ինքը աշխատում է, հա, եթե տեսնում ես, որ օրինակ արտլանչի նոր կետ է բացում, որտեղ ես չեմ եղել, չեմ տեսել, ինքը աշխատում, ես ինչ անեմ, ժամանակ սպանեմ, թե մտնեմ ինչ-որ թոշակի գնամ, ասենց կոպիտ ասած, բնականաբար ստեղ արդեն այդ խնդիրն է գալիս, որ էներգիան ունես, մտահղացումներ ունես, նոր պրոյեկտներ սկսես, բայց այդտեղ կարևորը նաև որ նոր պրոյեկտներ սկսելու դեպքում դու չես սկսում ինչ ձևով սկսել ես քո առաջի բիզնեսը, այդ ուզում եմ շեշտեմ, որ այստեղ արդեն ես հանդիսանում եմ ավելի շատ ներդրող, իդեայի գաղափարի կրող, կազմակերպչական բան, բայց զրոյից բիզնես սկսելը, դա մի հատ բարդ ճանապարհ է, որով անցել ենք, այդ ձևով ամենայն դեպս փորձում եմ չանցնել։ Հասկացա։ Ես մի անգամ քեզ ասի Բաքուր, ինչի այն ձեռքբերումները, որ Արտլանչը անում է, ինքդ չես ներմուծում կամ ինքդ չես, հա, այդ պրիստավիցելը ներկայացուցիչը դառնում այդ ապրանքների, դու ինձ հենց հետաքրիր պատասխան տվիր, ասիր Գրիգոր, ես արժեք ստեղծելու, ոնց որ ասած, կողմնակից եմ։ Չէ, դա շատ կարևոր հանգամանք է, երբ մարդը փորձում է, ընդհանրապես շատ բիզնեսմենների մոտ այդ սխալը տեսնում եմ,
Նույն առաջի սխալը ավելի հաճախ եմ տեսնում, ինչի մասին մենք խոսեցինք, երբ մարդը հենց իրար իր բիզնեսը չկարած, կողքից երկրորդ բիզնեսա մտածելով, որ լավ է, էլի մի քանի տեսակ ունենամ, ինչի պատճառով ոչ մեկը չի դառնում համակարգված, ոչ մեկը չի դառնում պրոֆեսիոնալ եւ մեծ, շատ չի մեծանում, այդ բնականաբար այդ ավելի տարածված է, բայց մյուս մասով իրականում ինչի բան չանել, որովհետեւ ես համարում եմ, որ գործը երբ մեր մյուս բիզնեսմենների երկրորդ սխալը, այդ առաջինը ավելի տարածված եւ երկրորդ սխալը, երբ մարդը փորձում է իր բիզնեսի մեջ շղթան փակել, դա ինչ է նշանակում, եթե ես օրինակ աշխատացնում եմ ճաշարաններ, ես փորձեմ նաեւ ներմուծել, փորձեմ արտադրել այդ ամեն ինչը, ինչ վաճառվում է իմ մոտ, փորձեմ, չգիտեմ, կարի ֆաբրիկա դնեմ, որ կարեմ իմ ֆորմաները, հա, այս ամեն ինչը բերում է ինչի, այս մտածողությունը մի քիչ ինչ մտածողություն է, թե մենք նայում ենք զարգացած աշխարհում հակառակ օրինակ Ճապոնիայում բացարձակապես հակառակն ու Եվրոպայում էլ արդեն գնում է դրան, նույնիսկ սկսում է խոհանոցը ռեստորանից առանձնանալ։ Տարօրինակ բան կարող ասեմ, բայց խոհանոցը ռեստորանից առանձնանում է, այսինքն խոհանոցը կարող ինչ-որ տեղ լինի, ես խոհանոցի մասնագետ չեմ, հիմա Իսպանիայում շատ հայտնի առողջ սննդի ցանց կա, որը ինքը սեփական ռեստորան չունի, ինքը ունի կենտրոնական խոհանոց, ստեղծվում են ռեստորաններ այդ կենտրոնական խոհանոցի հիման վրա, դուք գնում եք բացում եք ռեստորան, դուք լավ սպասարկող եք, լավ ինտերիեր անող եք, լավ ինտերիեր եք ստեղծում, ռեստորանի դեպքում ինչա լավ ինտերիեր, իրան ասում եք, իր մենյուն տալիս է դնում է, ինքը ձեզ մատակարարում է պատրաստի սնունդը։ Դուք նույնիսկ դա չեք սարքում։ Էլ ուր մնաց մարդը մտածի ռեստորանի դեպքում գնա կարտոֆիլը աճացնի, հասկանում եք, սխալը ինչու՞մն է։ Դուք պրոֆեսիոնալ եք սպասարկման, այսինքն գնալով ավելի նեղանում է, բիզնեսները փորձում են ավելի նեղանալ եւ ավելի նեղ խնդիր լուծեն։ Մենք պատկերացնում ենք, որ այս ամեն ինչը մենք պետք է անենք, այս էլ մենք անենք, այն էլ մենք անենք, չէ, դու երբեք չես կարողանա ընդհանրենք, եթե դու բանն ես, հա, միսը չես կարա պահես կամ աճացնես այն ձևով, ոնց որ պրոֆեսիոնալն արում կար, դու չես կարա գրեչկա ցանես կամ չգիտեմ, ոսպ ցանես ու այդ ոսպը ստանաս, ոնց որ կանի պրոֆեսիոնալ ֆերմերը ու քեզ կտա անհամեմատ ավելի հարմար գնով, քան թե դու խորանաս դրա մեջ, որ որոշել ես, որ շատ քանակի բրինձ կամ ոսպ ես օգտագործում, դա դու արտադրես։ Հա, հասկացա, համաձայն եմ։ Բակուր, վերջի 10 տարում մեր առաջի հանդիպումից մինչև այսօր դու քո բիզնեսը մեծացրել ես երևի մի 10 անգամ ու ուղղություններն էլ երևի մի էլի մեծացրել ես ուղղությունների քանակը էլի մի քանի անգամով։ Հա, 1, 2 տենց ուղղություններ են։ Հա, արտլանջներ, պոպոկներ, չէ՞։ Հա, հարցը սա է, որտեղ է այդ արագ մասշտաբացման այդ արագ աճի հիմնական գործոնները, չասեմ բանաձև հաջողության, այլ գործոններ, հա, կարող է մի քանիստ են։ Ոնց այդքան 10 տարին իրականում ինքը մեծ ժամկետ չի մի կողմից, եթե նայում ես, եւ մյուս կողմից էլ ահռելի աշխատանք է արվել այս տարիների ընթացքում։ Ոնց ես դու զարթնում, երբ ես սկսում քո գործը, եւ նաեւ սա ասեմ, դու իմ ճանաչած են գործարաններից ես, որ հանգստանում է, հանգստի ու բիզնեսի բալանսը իդեալական պահում է, ավելի շատ հանգստանում է, ավելի շատ ճամփորդում է։ Գիտես, մեր ընկերների մեջ էլ ես տեսել։ Հա, դու միշտ ազատ ժամանակ ունես։ Քեզանից 10 անգամ փոքր բիզնես ունեցող մարդիկ, երբ որ մի հատ հանդիպում ենք նշանակում, չեն կարող գա, որտեղ զբաղված են։ Բայց դու միշտ ազատ ժամանակ ունես քո ուզածով ապրելու։ Իրականում, եթե ես պաֆոսով երբևէ չեմ տառապում, բացարձակ որ անկեղծ լինեմ, այդքան էլ այդ խոշորացմանը գող չեմ, բայց դրա բան կա, սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառները կա։ Ես վերջերս մի ասենց հարցադրում արեցի իմ ունկնդիրներին, թե ելույթ ունենում միտեղ հարց դրեցի, արդյոք եթե ես ունեմ օրինակ 50 կետ Հայաստանում եւ գեներացնում եմ X գումար, եթե ես այդ 50 կետը օրինակ ունենայի Ամերիկայի Միացյալ Նահանգներում նույն X գումարով, հա, պատկերացնենք նույն եկամուտն է, նույն շահույթ, նույն աշխատակիցների լրիվ ամբողջությամբ բան։ Արդյոք դու նույն այդ պահից սկսած գից ենք քաշում ու ասում ենք, արի սկսում ենք աճել, որ նույն ձևով կսկսես աճել, եթե նույն մարդն է։ Տարբեր պատասխաններ, դե հա, եթե նույնն է ամեն ինչ, նույնն է քո հնարավորությունները, դու նույն մարդն ես սպառնես, բայց իրականում ռադիկալ տարբեր է։ Ցավոք սրտի, պիտի ցավոք ասեմ, որովհետև Հայաստանում ստեղծված, որովհետև ինչ հաստատ, եթե դու ունես Հայաստանում ստեղծված մի հատ բրենդ, ինքը հայաստանյան բրենդ է։ Եթե դու ունես Ամերիկայում ստեղծված բրենդ, ինքը համաշխարհային բրենդ է։
Այս տարբերությունը շատ կարևոր է հասկանալ, ինչի պատճառով մենք հայկական բիզնեսները լուրջ խնդիրներ են ունենում, դա ընդհանուր աշխարհում, եթե դու Իտալիայում ստեղծել ես բրենդ, դա նույնիսկ համաշխարհային բրենդ է, մենք մի քանի անգամ տենց խնդիրներ ունեցել ենք, նույն արաբական էմիրությունների մրցույթը հաղթել էինք մենք, եւ մեզ չտվեցին, որովհետեւ մենք բրենդ չենք, երբ մենք ասացինք, ստեղ ունենք սենց այսքան կետ ունենք, ասես դուք մեր մոտ չունեք, Եվրոպայում չունեք, Ամերիկայում չունեք։ Հիմա մեր արտանչը Ամերիկայում բացելու հենց նպատակներից մեկը իրան միջազգային բրենդ դարձնելն է, որովհետեւ բրենդը քեզ օգնում է, Հայաստանում այս բրենդը օգնում է, բայց Հայաստանից դուրս դու ճանաչելի չես։ Այս կարևոր է, այնպես որ նենց չի, որ ես շատ գոհ եմ այդ արագությունից, որովհետև այսօրվա դարը շատ ավելի արագ է պահանջում, հա, մի հատ ասացված կար, բաներ չէ, ասում է 7 անգամ չափիր, մի անգամ կտրիր, այդ պապական դու էլ կիմանաս, հա, հիմա պետք է երևի 7 հատ կտրես, մի հատ չափես, այս կյանքը տենց է դարը ստիպում, մի կտրի, փորձի, թափի, բայց ժամանակ մի կորցրի, այդ 7 հատ չափելը ժամանակ է, կտրի, տես ինչ եղավ, էլի, հետ ժամանակը մտի արա, այս դարը դա է պահանջում։ Հենց այս թեմայի հետ կապված մի հատ հարց ունեմ ես քեզ, մեր էլի շրջապատում, մեր ընկերության մեջ կան մարդիկ, ովքեր անընդհատ պլանավորման կողմնակից են։ Անուններ չտամ, դու գիտես, որ հավաքվում ենք ինչ-որ պրոյեկտ ենք քննարկում, եկեք բիզնես պլան գրենք, եկեք vision մշակենք, mission, իսկ դու հակառակ ասում ես, տղեկ, եկեք գործ անենք, հետո կերևա, հա։ Այս երկու մոդելների տարբերությունը, ինձ հարազատ է քո մոդելը, որ այսօր քո ասած կտրենք, քայլ անենք, գործողություն անենք, հետո կդասավորենք։ Դե իրականում երկուսը պետք է խառնել իրար, ծայրահեղությունից ծայրահեղությունը լավ չի, բնականաբար առանց որևէ հաշվարկի կամ բանի, բայց միաժամանակ անընդհատ քննարկել եւ անընդհատ ձգել, ինքը բերում է, թե դուք այսօր սկսել եք քննարկել մի բան, ու այդ ժամանակը անում եք, հա, մենք օրինակ մեր նույն արտանչը Մոսկվայի հաջողությունը վերջի, որ ինքը կարայինք մենք վերցնենք եւ կերս էլ էր առաջարկում շուկա մտնելու համար ուսումնասիրենք շուկան հասկանալու համար ինչա պատվիրակենք ընդդեղի շուկայի ուսումնասիրություններ, ունենանք թվեր, թեորիաներ, ես ասա ավելի մի հատ կետ բացենք, տակ կետի վրա հասկանանք ամեն ինչն ինչա կատարվում։ Հա, ու տենց էլ եղավ իրականում, մենք բացեցինք շատ արագ, ծախսեցինք ավելի քիչ գումար, տակ տվեցինք ավելի քիչ գումար, մոտավորապես 2 անգամ ավելի քիչ գումար, քան թե եթե բան, ժամանակային առումով էլ մի ամիս ավել շահեցինք, որովհետև մեզ ավելի երկար ժամանակ էին բան, բայց այդտեղ ուրիշ մի կարևոր բան, մենք ունեցանք ռեալ կետի վրա թղթեր, ոչ թե թեորիապես մեզ հանձնած ինչ-որ մեկի կողմից թղթեր, այլ ունեցանք իրական։ Այդ բանում էլ է, չէ, ռազմական գիտության մեջ էլ է այդ բան, ինչքան էլ դու թեորիապես մշակես, այս անես, այն անես մշակես, բայց ռազմետկա բոյը մետի լավագույն քայլն է, որ միշտ անում են բոլոր բաները։ Այս սկզբունքին եմ զուտ կողմնակից այդ առումով, ոչ թե պարզապես գործել, հա։ Ընտիր, ես իդեպ ուզում եմ մեր հանդիսատեսին ասեմ, որ իմ հյուրերը ունենալով ահռելի փորձ բիզնեսում, ես հարցերս այնպես եմ տալի, որպեսզի այդ փորձի մեջ են մարգարիտները մենք դուրս բերենք, մոդելավորենք եւ փաստացի մեր ոդկասթները Բաքուր ինքը նաեւ ահագին մեծ կրթական կոմպոնենտ ունի։ Եվ այն ինչ է նոր դու ասեցիր, այդ շատ կարևոր կետ է, որտեղ շատ գործարաններ կան, սկսնակ կամ նոր բիզնես մտնող, ովքեր շատ են մտածում, շատ են գցում բռնում, բիզնես պլաններ են գրում, ջնջում, իրականում այդ քո ասածը, որ լավագույն, այսպես ասած, վելությունը կտրելուց հետո է, քայլ անելուց հետո է լինում, այդ իրականում շատ ամենաթանկ արժեքը այսօր ինչն է դարել, եթե շատ տարիներ առաջ ավելի թանկ արժեքներ կային, ընդհանրեն նույն գումարը արժեք ուներ, հա, ես եթե փոքր եմ, լավ հիշում եի, որ փող ուներ, դա արժեք էր արդեն։ Հիմա այսօր փողը արժեք չի, ավելի արժեքը նույնիսկ մի պահ էլ իդեաներ, հիմա իդեան էլ չէ, թիմն է արժեք, իսկ թիմը հետո էլ գալիս է, ինչ ավելաթ ամենավերևում արժեքը որն է ժամանակն է։ Վերջ ժամանակի արագությունը գիտականորեն է ապացուցված, որ ինքը արագացել է։ Համաձայնում։ Իդեպ ես վերջում մի հատ հետաքրքիր բան լսեցի, ասում է ամենահարուստ մարդիկ են, ովքեր ունեն ավելի թանկ բան, քան փողն է։ Հա, դե Եվ ես քո ասած կոնցեպտը լրիվ դրա մասին է, որովհետև թվում է թե փողը, բայց ինչ որ կետից հասկանում ես, չէ, առողջությունը, այն ինչը փողով առնել հնարավոր չի, այդ ավելի թանկ է, քան փողը։ Դա էլ հենց առողջություն ժամանակն է։ Հա, նույնիսկ եթե ինչ որտեղ մտածես, որ դու այն ամենալավ բժիշկների մոտ բան հետմեծ, վերջերս մի հատ հայտնի ամերիկացի միլիարդատեր կա, որ բան անում, չէ, որոշել է, որ 120 թե 150 տարի ապրի,
հետաքրքիր էր նյութը բերեց, ես էլ ասացի, տենց ChatGPT-ի հետ էի շփվում, դրա մասին բերեց ինֆորմացիա, ասացի մի հատ նայեմ իր գրաֆիկը ինչ ձևի է ապրում, էլի ինչ անում, իր օրվա մեջ 3 ժամը մարզվում էր, մի ժամը դիետոլոգների եւ բժիշկների մոտ էր ստուգումների էր գնում, օրվա մեջ խոմ էր 50-ից 60 տաբլետկա տարբեր վիտամինացված եսիմ ինչեր, ժամեր, գրաֆիկներ, բան, ես հասկանամ այդ ժամանակ 50 տարի 60 կապրես, թե 120 ինչ տարբերություն են։ Հա, չէ, սա ժամանակը ծախսում է։ Ինչ անես ապրում։ Հա, դա իսկ Ծախսում բանի ժամանակը մասով, հա, այդ հանգստանալու մասով շատ կարևոր է, ես կարծում եմ, պետք է որ դու էլ զգացած լինես, եթե դու անընդհատ աշխատում ես, հաստատ էֆեկտիվությունը տնկնում է։ Դա փաստ է։ Դու նույն բանը կանես հանգստանալուց հետո գալուց այսքան բան, այսօր դե Եվրոպայում նույնիսկ անցնում են 4 օրյա աշխատանքային ռեժիմի։ Խոսացինք վիտամիններից, այս գեղեցիկ շիշը որ դրած է քո դիմաց, ինչի մասին է, ու վիտամինացված ջրեր ենք արտադրում, այս էլի նորից ընդհանրենք օրինակ պրոյեկտի մեջ էս հայտնի պատմությունն նույն գաղափարը վաղուց կար, 3 տարի առաջ կար, երբ ինձ ասեցին ջուր քիչ ես խմում, պարզապես ստուգվելուց ասեցին ամեն ինչ նորմալ, ջուր քիչ ես խմում, թե ասի ինչ անեմ, Եվրոպայում բժիշկը ասեց ուղղակի բան վիտամին, ասի չեմ կարողանում, էլի ես համը արդեն տհաճ է ջրի, ասեց վիտամինացված համային ջրեր խմի, դե հա, ասեցի շատ լավ է, ու Եվրոպայում տեսա, որ ես այդ խնդիրը չունեմ, տարբեր համային ջրեր առնում, գցում եմ մեքենայի մեջ, ու տենց հա խմում եմ ամեն անգամ, մի անգամ վարդի, մի անգամ լիմոնի, մի հատ ապելսինի, ու անդադ հետաքրքիր է, ու իմ քանակը ապահովում եմ անհրաժեշտ 2 լիտրը։ Այստեղ դա չկա, այդ իդեան էլ կար դա անելու։ Բայց իդեան կա, տարածքը կա, ֆինանսը կա, անողը չկա, այսինքն անողը, այսինքն գլխավորը գալիս ասում ենք ինչն է բիզնեսը անելու համար, շատ կարևոր է էլի, որտեղ մարդիկ շատ ժամանակ, իրենք ոնց է մտածում են, բանա դե փող ունենք, իդեան ունենք, խի չենք անում էսի, էլի, այսինքն մենակ անողը պետք է լինի, թիմը պետք է լինի, որ ձեր հետ անի։ Ու այդտեղ պատահական արտրանչի մենեջերների բաների ժամանակ, տրեյնինգների ժամանակ տենց մեկին աչքի ընկավ, հետո պարզվեց, որ ինքը դրա մասնագետն է, ասի, հա, այդտեղից տեխնոլոգիան, ու սկսեցին կազմակերպիչ կա, ստեղծվեց թիմը, որ արագ ունեցանք լավ հետաքրքիր արդյունք, այսօր տարբեր 8 տեսակի համային տեսակներ արդեն ունեն, գնալով ավելի խորացված, տեսականի ենք ավելացնում բավականին հետաքրքիր, նույնիսկ այսօր մի քանի երկիր ենք արդեն արտահանում, դյութի ֆրիներում կա, չէ՞։ Դյութի ֆրիում կա Հայաստանյան, փորձելու ենք մտնել 70 երկրի դյութի ֆրիներ, այնպես որ տես լավ հաջողություն կա, ավելի կզարգացնենք։ Իսկ Հայաստանում որ սուպերմարկետներում կա։ Հայաստանում տարբեր սուպերմարկետներում Զովկ, բան, MG, City-ում շուտով կլինի, տենց ամենը բոլոր տեղերը կան։ Դե գնալով առաջ երկու հարց ունեմ, մեկը վերաբերվում է գործարարի հանրային լինելուն, եւ երկրորդը վերաբերվում է նրան, որ հաճախ տեսնում եմ ես քո վիդեոները, որ դու վաճառում ես, առաջարկում ես կամ պատում ես պրոյեկտի մասին, որը կառուցում եք Սևանում։ Հարցս առաջինը վերաբերում է ինչ դեր ունի գործարարի կյանքում հենց ճանաչված լինելը, հանրային լինելը, եւ երկրորդը կուզենամ այդ Սևանի պրոյեկտից մի քիչ խոսանք։ Հա, իրականում եթե դուք նայեք հաջողված բոլոր բիզնեսները, որ կան, մեծ բիզնեսները, իրանց սեփականատերերը եւ ստեղծողները մաքսիմալ շփող եւ հանրային դեմքեր են։ Շատ դեպքերում մերոնք նաեւ օբյեկտիվ պատճառներով, հա, հաշվի առնելով արկա իրականությունը, օբյեկտիվ պատճառներով խուսափում են հանրային դառնալ Հայաստանում, ինչը լավ չի, իրականում լավ չի, որովհետև շատ լավ կլինի, որ հանրային դառնալու դեպքում դու բացի այն, որ միշտ ընդհանրապես ինձ ասում են դու ժամանակիդ մեծ մասը ծախսում ես իրականում նման ելույթներ կամ բաներ անելու, ասում են նույնիսկ կամավորական շատ որ դպրոցներում եմ գնում երեխաների առջև ելույթ ունենում, համալսարաններում տարբեր տեղեր, ու այդտեղ երբ ասում են, ես ասում եմ այդ ելույթ ունենալուց իրականում այդ հարցերի եւ բանի շնորհիվ նշի որ ես մենակ տալիս եմ, ես լիքը բան ստանում եմ, դու անդադ շփման մեջ ես, դու հանրության մի մասն ես, հանրությունից լսում ես պահանջարկը, հասկանում ես ինչ ա ուզում, դու մեջն ես կարճ ասած, երբ դու մենակ քո բիզնեսի մասին ես մտածում, դու արդեն քո բիզնեսը ներսից ես նայում, դու կողքից չես նայում,
Երբ որ դու կողքից նայում ես քո բիզնեսին հանրության աչքերով, երբ որ դու հանրության մի մասն ես, դու հանրային ես, մարդկանց հետ շփվում ես, դրա արդյունքում ունենում ես այն ինչ որ մենք ունենք, ինքը շատ լավ է։ Որովհետև ես գիտեմ անհամեմատ ավելի շատ հետաքրքիր բիզնեսմեններ խելացի բանով, բայց իրանց միակ խնդիրը հենց այդ հանրային չլնելու պատճառով իրանց դանդաղ աճն է։ Հա, Այդ լուրջ խնդիր է, իրանք չեն ուզում հանրային դառնալ, բայց Տարբեր պատճառներով։ կան օբյեկտիվ նաև պատճառներ ցավոք սրտի։ դե հա, համաձայն եմ, բայց այսօր օրինակ դու շատ պարզ, շատ անկեղծ խոսում ես քո պրոյեկտներից ու պատում ես ու նաև ինչի՞ չէ ուղիղ հենց առաջարկ ես անում Դե մարդկանց։ այստեղ մի հատ օրինակ ես հարցնում եմ, որովհետև քո կարծիքը այն ժամանակ մենք այդ մասով ես քո հետ համաձայն չէ, ես ուզում եմ երկար ժամանակ դրա մասին չենք խոսացել, արդից օգտվելով մի հատ հարցել ես բանանեմ, որովհետև ես հիշում եմ, որ դու ասում էիր, եթե դու միտք ունես, իդեա ունես, դու դա չպետք է հանրայնացնես։ Չհանրայնացնես, որովհետև կա ինչ-որ բան, որ մարդիկ օրինակ նախանց կամ բացական էներգիան, ինչի արդյունքում դա կարա չստացվի, ավելի ճիշտ է դու դա մշակես, անես, հետո հանրայնացնես։ Հիմա նույն կարծիքին ես։ Հա, բայց այստեղ մի հատ բան ավելացել, ասեմ։ Այստեղ փսիխոտիպի խնդիր կա։ Իմ փսիխոտիպի մարդիկ իրանց իդեաները պետքա ռեալիզացնելուց հետո բարձրաձայնեն։ Քո փսիխոտիպի մարդիկ 18-ին ես չէ դու ծնվել ապրիլի։ Հա։ 18 փսիխոտիպով մարդիկ այդ Բայց վիզիաներներն լավ, են։ մի հատ այդ փսիխոտիպը դնենք մի կողմ, հենց հիմա մի հատ բիզնես վերլուծություն անենք։ Ահա, Իդեա է։ ահա։ Այդ իդեան ունենք ես եւ դու։ Եթե դու բարձրաձայնես, քո մոտ կստացվի։ Ես բարձրաձայնեմ, իմ մոտ Չի չստացվի։ կարա տես Հա։ ասեմ ինչի։ Չէ, ասեմ ինչի Դավայ։ օրինակի համար։ Պարզ ասեմ, մի հատ իդեա կա, որտեղ շատ ա եղել, էլի։ Մի հատ իդեա կա, որը ենթադրենք իրականանալի չի, ինչի իրականանալի չի, որովհետև լիքը խնդիրներ կա դրա հետ կապված, բայց այդ մինչև չբարձրաձայնես չես իմանում։ Ես քանի բաներ, հա, բիզնես իդեաներ չեմ արել, որովհետև բարձրաձայնելու դեպքում մեկ էլ սկսել են հակադարձել դրա դեմ։ Երբ որ սկսել են հակադարձել, սկսել եմ լսել։ Եվ անալիտիկա անելով, թե ինչի համար են հակադարձում, դիմացին, բայց ինչի էսի պետք է անեմ, բայց խի, ու այդ հակադարձումների արդյունքում կամ ամրապնդվել է իմ ասածը, կամ հակառակը, բան է եղել, հասկանում ես, այսինքն ստեղ կարևորը լսել։ Եթե դու իդեան ունես ու միշտ միակ վախենա, որ միշտ ասում են դու իդեան ասես, ինչ որ մեկը վերցնի դա անի, ասում եմ, եթե այդ իդեան այդքան թույլ է, որ բանը հա մի օր հետո կսկսեն այդ քո բան անել, եթե դու իդեայի մեջ այնքան խորացած չես ու այդ թիմը այդքան ուժեղ չի, որ պրոստը դու սկսեցիր, այդ հետաքրքիր չի, բայց մյուս բaragայում, եթե նույն իդեան մենք ունենք, ես եւ դու, եթե դու դա չես բարձրացնում, սկսում ես, փողը ներդնելուց հետո, բիզնեսը սկսելուց հետո ես իմանում դրա թերությունների մասին, առնվազն օրինակ ես որպես քեզ ընկեր ինչ-որ բան եմ ասում եմ, սա սխալ է, բայց ես չգիտեմ ոնց ասեմ, որ սխալ է։ Հա, դու չգիտես, չէ՞։ Չգիտեմ, Դե չես քո հետ ասում։ խորհրդակցեմ, հետ չէ։ Միացիչուն գնացել ես, այսինքն այդ մտքից։ հա, համաձայն եմ։ Դե գանք Լիլեյքին, Լիլեյքը ինչ պրոյեկտ է եւ ինչի՞ ես դու այդքան ոնց որ կպած այդ պրոյեկտին, լավ իմաստով, ինչ եք սարքում, ունեք նախադեպը եւ առասարակ ինչի ռեստորանային ոլորտում դու այսքան մեծ ակտիվություն ունես վերջի տարիներին։ Ну, ռեստորանային չէ, հյուրանոցային, այո։ հա։ Որի մեջ ռեստորանը արդեն ավտոմատ բացվում է, ինչին ես առանձին մեկ այլ ռեստորան չունենք, այդ ռեստորանը բացել ենք հյուրանոցային բանի պատճառով։ Նայեք, իրականում մեր առաջին նմանատիպ պրոյեկտը դա Dilly-Town-ն է, այսօր երևի թե գլուխ գովալով չներ, հանրապետության ամենահայտնի հյուրանոցներից մեկը, Spa Resort հյուրանոցներից մեկը։ Եթե մի քիչ ուշադիր լինենք, օրինակ, երբ այն ժամանակ առաջարկներ էր լինում իր վաճառքի հետ կապված, տենց հանրային ավելի ելույթ ունենալ Dilly-Town-ը ներկայացնել, ես խուսափում էի։ Ինչի էի խուսափում, պետք է անկեղծ լինեմ, որովհետև դա իդեա էր, հա, իդեայի փուլում էր, փորձը չունեինք երբևէ եւ չգիտեինք ինչ կստացվի։ Հայաստանում էլ նման բան չկար, առաջիններն էինք, դա փարթ հոփել գաղափարով, որ մենք վաճառք արեցինք, գործընկերները առան տները, մենք վերցրեցինք մեզ հյուրանոցային այդ բանը, սպան եւ ռեստորանը եւ սկսեցինք համատեղ աշխատացնել։ Այն ինչ մտածում էինք, բայց դա կայանար չէր ստացվի, կստացվեր, ինչ կլիներ, ես տենց
բան չկար։ Դրա համար դա բարձրաձայնում է զուտ իմ Facebook-յան էջով, իմ ընկերների ծանոթների շրջապատում։ Եվ վաճառքով էլ կոպիտ ասած անմիջապես ես էի զբաղվում, որովհետև ամեն գործընկերոջ առաջի առնվազն այդ 25 տան ամեն բոլորին ճանաչում եմ, ովքեր են առաջի 25 գնորդները եղել, որովհետև իրանց բացատրում էի, որ սա իդեա է, եւ իդեան բոլոր դեպքերում ունի ինչ-որ շանս չստացվելու։ Այո։ Սևանի դեպքում արդեն իդեա չի, արդեն նախադեպը կա, շատ լավ ստացվել է, այդ լավ ստացվածը հիման վրա դրել ենք ավելի պրոֆեսիոնալ եւ ավելի լուրջ թիմ, ավելի ուժեղ հիմքերի վրա, ավելի մեծ եւ ավելի հզոր, դրա համար ես հանգիստ դրա մասին ասում եմ, օքեյ, որ մեր մարքեթինգի թիվը ասում է ձեզնից լավ ոչ մեկ չի ներկայացնի, եկեք նկարենք, ասում եմ ինչքան փող կտակ, ասում են չենք տա, ասում եմ լավ, օքեյ, գալու նկարում եմ խելոք, այսինքն այս դեպքում իրականում վստահ եմ, քանի որ վստահ եմ, հանգիստ ներկայացնում եմ, տարբերությունը սա է, ինքը հենց բիզնես պրոյեկտ է, երբ ընկերներս մեկը զանգեց, ասաց ես քաղաքում ես ինչ շենքը չեմ կարողանում վաճառեմ, դու Սևանում ոնց ես այդ վաճառում, ասում եմ թե Սևանում բնակարան վաճառեի, բնականաբար չի կարող վաճառեի Սևանում, ինչի բնակ, ես վաճառում եմ բիզնես, հա, ինքը դառնում է բիզնես գործընկեր։ Իսկ քո հետ պարտներ են դառնում այդ մարդիկ։ Այո, իրանք դառնում են գործընկեր, իրանց հետ աշխատում ենք բաց open book տարբերակով, իրանք ծրագրով տեսնում են ինչքան է զբաղվածությունը, իրանց ակտիվ մասնակցությունը Դիլիթաունի հաջողություններից մեկը դա է, որ կոպիտ ասած մենք ընդեղ ունենք 70-ից ավել գործընկեր, եւ այդ 70 գործընկերը դա լծվել են Դիլիթաունի գովաբանման եւ լուսաբանման գործին, զարգացման գործին, որովհետեւ ֆրիլանսերի դերքով, որովհետեւ իրանց ներկայացրածից ավել հաճախորդ ունենալու դեպքում իրանք ունեն հավելյալ շահույթ բնականաբար։ Հասկացա։ Այսինքն ստեղ քեզ գործընկեր դառնալու համար ստարտային ներդրումը դա 20-22 միլիոն դրամներ, ճիշտ եմ հիշում։ 26.5 միլիոնի 30% է, այսինքն 7.5 միլիոնի չափ մոտավորապես այդ կարգի գումար է։ Կոնկրետ հաշվարկները կա, հա, կարող են կապնվել, մեր թիմը կներկայացնի լրիվ մանրամասները, որովհետեւ Դե քո հետ բիզնես պարտներ դառնալը այդ շատ նաեւ փորձի շատ լավ բան է, հնարավորություն է։ Դե ինքը իսկ երբ եք ավարտում, ըստ պլանի ոնց եք գնում։ 27 թվականի հունիսի 1-ին, հա, ժամը 1-ին ներկա կլինես մոտդ նշան։ Ընտիր։ Դե գամ պարտներությանը, խոսքի մեջ նշեցիր 70 պարտներով բիզնես ես կառուցել ու նաև լիքը այլ բիզնեսներ կան, որտեղ դու 2, 3, 4, 5, Իտալիայի դեպքում 40, 21, հա 21 գործընկերոջ հետ դու բիզնես ես անում։ Այդ հակասումը այն մոտեցմանը, որ գործընկերով բիզնես անելը սխալ է, չէ՞։ Մարդիկ ասում են, որ պետք է մենակ պետք է անես կամ չանես, դու հակառակ, այսինքն այս երկրորդ կարևոր կարծրատիպը, որ դու կոտրել ես։ Ոնց ես անում, ոնց ես այդքան մարդու հետ ստանում մի հատ համերաշխ թիմ ու գնում առաջ։ Նայեք, շատ կարևոր է նորից, այդտեղ այդ նախ այդ կարծրատիպը ես չեմ կոտրել, ես Հայաստանում միգուցե ինչ-որ շփոթ մասնակցում եմ։ Ես երկրորդ օրինակ չգիտեմ Հայաստանում, բայց աշխարհում վաղուց է կոտրվել, վաղուց ասելով վերջի տասնամյակում, եթե մենք նայենք, հաջողված այդ բիզնեսները ուժեղ աճող բոլորը մի քանի տասնամյակներ արդեն աճ ունեցող բիզնեսներ, դրանք միայնակ բիզնեսներ չեն։ Դրանք առնվազն թիմ է, դրանք առնվազն մեծ բաներ են, մեծ շատ պարտներներ են, մենակով վերջի ստեղծված տես բիզնես, որ մի անձատերը կարող է մի անձ երևա, բայց իր հետևը մեծ թիմ է նորից, ամեն մեկը իր տոկոսային հարաբերությամբ, էլի օքեյ մի անձ։ Հիմա նույն ձևի, եթե մենք Սևանում խոսում ենք, տեսնում են ես, էլի հանրային է, ինձ ոնց որ առաջ են բրդել, բայց բնականաբար երկու շատ հզոր ընկերներ Էջքինն են, նույնն էլ Դիլիթաունում, ես նորից Դիլիթաունում 1/3-ի սեփականատեր եմ, հա, բայց այստեղ կարևորը ինչի է, հենց այդ ճիշտ գործընկերներին ընկել եւ ճիշտ գործերի բաժանում անել։ Հա, այստեղ շատ կարևոր է այդ գործերի բաժանում եւ կարևոր է գործընկերներին ընտրելուց նաև հասկանալ ինչի դիմաց են այդ գործընկերը գալի, ինչ է անում եւ ամեն մեկը ինչ պետք է անի։ Մեկ էլ ամենակարևորը նայեք, միշտ ինչ ուզում է լինի, կարող է մի քիչ տրիվիալ հնչի, բայց դա ազնվությունն է։ Եթե դու ազնվություն ունես, եթե դու չես պատրաստ գործընկերոջ խաբել, երբ երկու ընկեր իրար հետ խնդիր են ունենում, հիմնականում ինչ որ մեկը ոնց է, ամեն մեկը մտածում է մեկը ուզում է մեկին խաբի։ Եթե երկուսը իրար հետ չեն խաբում, այդ գործը անում եք, ամեն մեկը ձեր հնարավորության չափով փորձել եք լավ լինի, լավ չի ստացվել։ Եվ ամենակարևորը պետք է հասկանալ, լավ չի ստացվելը դա հնարավոր բան է։ Բիզնեսի ամբողջ հարցը դրա մեջ է, կարա չստացվի։
եթե գործարարը պատրաստ չի, կարա չստացվի սկզբունքին եւ կարա չստացվին ավելի մեծ տոկոսա, քան թե ստացվելու հավանականությունը, որ ինքը գործարար չի։ Այդ պետք է հասկանանք։ Այդ ի սկզբանե եթե դնում ենք հիմք, արդեն ամեն ինչ շատ լավ է գնում։ Ես լավ հիշում եմ ուսանող ժամանակ մի հատ կուրսեցի ունեինք, այս տղային էլ ինչ ասես ասացինք, էլի, որ ասում էր, եթե դու այտենց մի 3 բռնած 3 էր ասում, 2 էր ասում, 3 բռնած գործից մեկը ստացվում է դու լավ բիզնես ես, էլ ինչ ասես ասենք, խելառես ոնց կլինի, անես տակ 10 նորից անես, այսինքն մենք նայում ենք իրան մի քիչ խելառ բան, բայց այսօր աշխարհի լավագույն արդյունք ցույց տվող բաները, հա, այդ որ ֆինանսավորում էր հրեական ֆոնդեր, որ ֆինանսավորում էր այդ նոր ստեղծված բիզնեսներին, իրանցն էր ամենալավ արդյունքը, պրիտոմ իրանք ընտրում էին, պատկերացրու, իրանք պրոֆեսիոնալ թիմ ունեն եւ ընտրում են նոր սկսող բիզնեսներին ֆինանսավորելու համար, մի հատ մեծ ֆիլտրացիա անցնելուց հետո 20%-ն է հաջողում բիզնեսի։ 10-ից 2-ը։ Այսինքն եթե նույնիսկ դուք այդ մեծ խումբը չունեք, դուք 10-ից 1 ձեր նախաձեռնությունը ձեր մոտ ստացվում է, դուք դեմք եք, ասենց ասեմ։ Դու լավ է դա։ Համար երբ որ ասում են դուք եւ ըստեղ ոչ թե նախաձեռնությունը ստացվելու, մի հատ ըստեղ էլ է շատ կարեւոր բան ասում, ոնց է ձեր չհիասթափվելու, որովհետեւ գիտես քանի գործեր առնվազն դրա մասին չեն սիրում, մարդիկ չեն խոսում, հա, բիզնեսմենը չի սիրում իր անհաջողությունների մասին խոսել բնականաբար, բայց դու գիտես, քանիսը փորձել ենք, չի ստացվել, նորմալ է դա, բայց մի հատ բառ ընդամենը փոխում ես եւ ամեն ինչ ընկնում է տեղ, այսինքն ոչ ձախողել բառը փոխում ես փորձ ձեռք բերելու հետ։ Մի բառի տարբերությամբ դու արդեն բիզնեսմեն ես եւ ուժեղ բիզնեսմեն ես, ինչի՞ որովհետեւ դու ասում ես չես ձախողել, որ մենք Մոսկվայում բացվեցինք 14 թվականին, թե 12 թվականին, 12-14 այդ ժամանակ էր ու փակվեցինք մի տարի հետո, երբ հետո ընկերս ասաց, դա առաջարկ եղավ Մոսկվայից, ասաց, բայց ծանոթացնում անկերս մեկին, ասում է կարող է ուզենաս վախվորած, որ դե Մոսկվայում ասի, հա, բա իհարկե, ասես ոգևորված, ասես, բայց այնտեղ դու ձախողել ես, ասի, չեմ ձախողել, զարմացանոց չես ձախողել, ասի, փորձ եմ ձեռք բերել։ Այսինքն հակառակը ես այնտեղ շատ հաճույքով գնամ։ Հիմա Չինաստանում մենք բացեցինք կոവിഡ്ը սկսեց դրա պատճառով մեր աշխատողներին դուրս հանեցին, չկարողացանք հեռակա աշխատացնել եւ բան։ Հիմա նորից ընկերս ասեց Չինաստանի հետ կապված կարող է, տակշս իհարկե։ Ինչի իհարկե, որովհետեւ մենք այնտեղ փորձ ունենք, ոչ թե ձախողել ենք, այլ փորձ ունենք։ Սա փորձ է, սա դաս է, այսինքն հիմա նույնն է, որ դուք ասեք 5 տարի գնացել եք մի բան եք սովորել կամ 2 տարի գնացել եք դասընթացի, եւ ոչ մի արդյունքի չեք ասել, փող աշխատել եք, չէ, փող եք տվել, չէ։ Փող եք ծախսել, ձախողել եք։ Ժամանակ, էներգիա լիքը բան։ Հա, չուք ձախողել, չէ, փող եք տվել, բայց փորձ եք ձեռք բերել, ինֆորմացիա, հələ փորձել չեք բերել, ինֆորմացիա։ Իսկ այս դեպքում փող եք տվել, եղբայր, բացի ինֆորմացիան, այլ փորձ եք ձեռք բերել։ Ոնց է դա կոչվում ձախողել։ Դա չի կոչվում ձախողել, դա գործում է ինֆորմացիա փորձված լինել։ Դե այս նույն տրամաբանությամբ նաև Դուբայ ես ոնց հասկանում եմ վերադառնալու, չէ՞ դու։ Այդ այն երկրներն է, որտեղ ես բացվել եմ ու այսպես ասած չի ստացվել, բայց այդտեղ ես փորձ ունեմ։ Հիմա եթե ինձ առաջարկեն հիմա ասեն Դուբայում Արաբական Էմիրություններ, Չինաստան, այդ երկրներից ենթադրենք ու մեկ էլ կողքը չեմ, օրինակ Հնդկաստան։ Բնականաբար կնախընտրեմ Չինաստան ու նա, որովհետև Հնդկաստանը դինամ 0-ից հասկանամ, արդյոք հնդիկը մեր ուտելիքը կուտի, թե չի ուտի, հա, օրինակ եմ ասում, կոպիտ օրինակի ձևով, հաստատ կնախընտրեմ Էմիրությունները, կամ եթե ասենք Քուվեյթ օրինակ, չգիտեմ, ես պետք է գնամ այդ շուկան նորից հասկանամ, իսկ այնտեղ ամեն ինչը գիտեմ։ Այն մանրուքից բռնած, որը ենթադրենք ինչքան էլ ինձ սովորացնեն, չէ, մանրուքից բռնած ես գիտեմ ոնց անեմ, որ էջերում այնտեղ ներկայացած լեմ, հաճախորդը որ էջին է հետևում, ինչ ա նայում, Facebook չի, այլ այնտեղ Snapchat-ա, էս չի, էսի է, էս չի նա։ Իսկն այդ մանրուքից բռնած տիրապետում ես շուկային, փորձ ունես վերջ, ինֆորմացիա ունես։ Դե գալով էլի միջազգային բիզնեսին, դու նաև շատ հաճախ ճամփորդում ես, իմ ճանաչած ամենահաճախ ճամփորդող մարդկանցից ես, ամսվա մեջ գոնե մեկ անգամ կամ բիզնեսով կամ հանգստով ինչ որտեղ գնում ես։ Ինչ նշանակություն ունի ճամփորդելը գործարի մտահորիզոնի վրա։ Դու մեզ էլ միշտ ասում ես, որ գոնե տարին մի 6-7 անգամ դուրս եկեք, նայեք, շփվեք, ծանոթացեք, սրա մասին ինչ կասես։ Սրա բանը շատ պարզ է, հա, մեխան շատ պարզ ու շատ հետաքրքիր է։ Հայաստանում երբ ինձ հարցնում են, շատ եմ դա ասել, երբ Հայաստանում հարցնում են ինչ բիզնես անել, ասում եմ
ի ուրախություն, բայց ցավոք սրտի Հայաստանում հեշտ է բիզնես անելը, ի ուրախություն, ցավոք սրտի, sense դիսոնանս է լինում, այսինքն ինչի ուրախություն է։ Դե ասում եմ, ցավոք սրտի այն առումով, որ Հայաստանը աշխարհի լավագույն 5 տնտեսությունների մեջ չի մտնում, հա, զարգացող երկրների ցանկում, զարգացած երկրների ցանկում չի, բայց ի ուրախություն այն բանում, որ հեշտ է բիզնես անել։ Ինչի է հեշտ բիզնես անելը, որ դու գնում ես այդ զարգացած երկիրը, պատտվում ես այդ երկրում, տեսնում ես ինչ է անդեղ էս պահին արվում, մի քանի ամիս է, եթե օրինակ հետ գնանք, որ 10-15 տարի առաջ, 15-20 տարի առաջ եթե հետ գնանք, ինչ տեսնում էի զարգացած երկրներում, դա մի քանի տարի հետո, հա, մի 3-4 տարի հետո գալիս է։ Եթե ես 2002 թվականին Իտալիայում տեսա այդ winery գաղափարը, որ կարելի է նստել սենց փոքր սեղանի շուրջ իրար կողքդ մարդ նստի, ես խառնեմ, որն է իմ կինը, որն է ուրիշ հաճախորդս, այս փոքր սեղանի կպած գինի խմեմ, պիցա ուտեմ, այն ժամանակ, երբ որ ոնց Հայաստանում պետքա դու անպայման առանձին կուպեում նստած լինեիր, ոնց կլներ կուպե չլների, ոնց իմ կնոջը մեկը տեսնի, ես ստեղ ոնց կլինի, էլի հա, մենք հայերը նստենք իրար կողք գնաց։ Այդ ժամանակ, երբ որ պետք է տենց լիներ, կուպեներով պարտադիր բան, այդ երբ որ ընկերոջս այն ժամանակ ասես խելառս Հայաստանում երբ ոնց կարա տենց բան լինի։ Սարյան փողոցը ինչ է այսօր որ զարգացավ։ Դա եղավ 2002-ից մի 4-5 տարի 2006-7 թվականներին սկսեց այդտեղ այդ մշակույթը գալ։ Բայց այդ մշակույթը վաղուց կար Եվրոպայում։ Պետք էր գնալ նայել, հասկանալ, որ մի քանի տարի։ Հիմա քանի որ այս բանը համացանցը շատ զարգանալ, ինտերնետ բան ավելի արագ է գալ ինքը։ Եվ տեսնելու դեպքում մի բան դու իմացի, որ կարա ամիսներ հետո կամ մի տարի հետո ինքը շատ տրենդային դառնա Հայաստանում։ Գնա տես ինչն է այնտեղ տրենդային, արի այդ բիզնեսը առաջինը սկսի ստեղ, ոնց որ ընդամենը մի քանի օր առաջ էր ելույթից հետո մի աղջիկ մոտիկացավ, ասաց sense բիզնես ենք անում, մի քիչ բան ձևի, որ բայց դե հələ մի հատ ենք ընդամենը դրել, չգիտեմ ինչ կլինի բան, smart աղբամաններ։ Ասում եմ, շատ ճիշտ բան եք սկսել, զարմացա, ասում եմ 100%, որովհետև ամբողջ Եվրոպա smart այդ աղբամաններն է։ Նախադեպը կա Եվրոպայում։ Հա, ինքը հաստատ մի 2 տարի հետո ինքը տրենդային է դառնալ։ Դուք առաջինն եք, դուք լինելու եք հաստատ ստեղ։ Հասկացա։ Շատ լավ։ Գանք կլուբ կապիտալին։ Դու այն մարկանցից ես, ով կլուբ կապիտալի այն ամենահիմքում ես կանգնած եւ մեծ ժամանակ ու էներգիա ռեսուրս ես դրել ու դնում ակումբի զարգացման վրա։ Ոնց ես տեսնում առհասարակ կլուբ կապիտալի դերը գործառույթության զարգացման մեջ։ Ոնց ես տեսնում կլուբ կապիտալի ապագան։ Իդեպ որ ասում ոնց ես տեսնում, այդ քո vision-ը բավական ուժ ունի, այսինքն ոնց դու տեսնում ես, այդ իրագործվում է։ Շատ եմ կարևորում Քոչյան, իրականում շատ եմ կարևորում, դա ես չեմ թաքցնում դրա համար, որ եթե նայենք իմ գործունեության իրականում սական բիզնեսը թողած, եթե ես նայեմ իմ սեփական բիզնեսների վրա ծախսվող ժամանակը այսքան ավելի այլ հասարակական գործունեության վրա է գնում, հանձինեցնում բիզնես ակումբների ստեղծման, բիզնեսի զարգացման, բիզնեսմենների համախմբման, բիզնեսի իմիջի բարձրացման, երեխաների կրթման եւ մյուս, սրա նպատակը էլի խորը, վերջի վերջո դա հետ sense ռեկաշետով գալիս է կպտում անմիջապես բիզնեսմենին, որովհետև եթե դու ունես կրթված հասարակություն բիզնեսմենին բանը ներկայացնող բիզնեսմենի արժեքը գնահատող հասարակություն, այդտեղ բիզնես անելը հեշտ է, բիզնեսմենի համար այդտեղ հեշտ է, բիզնես զարգացնելը հեշտ է։ Եվ դրա մեջ նաև այսօր մենք տեքստ խոսեցինք, որ միայնակ բիզնես անելը դա բան չի։ Բայց այդ միայնակ բիզնես անելը եթե մենք նայում ենք ինչի համար օրինակ շատ լավ ստացվում հрьяաների մոտ, այնպես չի որ հрьяաները իրանց մեջից գիտեք ինչ են, ասենց բան են էլ մեկը մեկին տենց շատ սիրող, вообще խափող չեն, այդ բիզնեսմենները սաղ ազնիվ են ու իրար սպայք են։ Ոչ։ Ամբողջ հարցն է, որ հենց զարգացած են այդ բիզնես ակումբներ ասոցիացիա հասկացողություն, ինչի շրջանակներում է ստեղծում այդ կոլաբորացիան։ Այսինքն այդ մշակույթը քանի որ կա իրար հետ աշխատելու, իրար հետ բանը, ինչ ենք մենք անում կլուբ կապիտալով։ Դա ենք կրթում։ Այո։ Այդ հնարավոր, այսինքն իրար հետ համագործակցելու networking ենք տալիս, իրար հետ համագործակցելու հնարավորություն ենք տալիս։ Մեր կարգապահներ մեծ գործերը միայնակ չեն անում, այլ հենց քո ասածը։ Հա, այսինքն հենց նաև ձևն ենք սովորեցնում, ինչ ձևով է պետք, որ երկու բիզնեսմեն իրար հետ ճիշտ շփվեն։ Այսօր մենակ երևի կլուբ կապիտալից դու մի 40 հոգու հետ համագործակցում ես։ Իտալիայի պրոյեկտով, թե տարբեր պրոյեկտներով 40-ից ավել մարդկանց հետ ակտիվ համագործակցում ես։ Պլյուս դրան էլ նաև ակտիվ մասնակցում ես ակումբի զարգացման, ակումբի կյանքին։ Ես ու դու, չգիտեմ, գոնե շաբաթը մի քանի անգամ խոսում ենք, քննարկում ենք, պլանավորում ենք,
Ինչի համար նաև ուզում եմ քեզ ակումբի անունից ասեմ շնորհակալություն այդ մեծ Ես ներդրման եմ համար։ ակումբի շնորհակալ, որովհետև այդ եթե մենք նայենք ակումբը իրականում այն ակումբներից է, որ ծնվել է ժամանակի ու պահանջի արդյունքով, ոչ թե ինչ որ մեկի կողմից կամ բանով, որովհետև տենց ակումբներ շատ կային, դրանք ոնց որ ինչ որ մի բանի կողմից ստեղծված ինչ որ շահեր նայող, այստեղ կարևոր է նաև շեշտել, որ ակումբը չունի որևէ բանի ինչ որ խմբի շահ պահպանելու, ինք իր գլխավոր նպատակը հայ բիզնեսմենին հզորացնելը, հայ բիզնեսմեններին իրար հետ համախմբելը։ Իդեպ Հայաստանից դուրս նաև մեր ազդեցության մասին կուզենամ խոսենք։ Հիշում ես դու Մեծ Բրիտանիայում էիր, ուզում էիր անշարժ գույքի մեջ մտնեիր, մեր ընդեղի ակումբին ես զանգեցի, գնացիր, հանդիպեցիր գործարանների հետ, հա, նախաճաշեցիր։ Ոնց ես տեսնում այդ հնարավորությունը, որ Alliance-ով ենք մենք ստեղծել մեր ակումբով, եւ հայ գործարարը ինչ պետք է անի, որ այդ հնարավորությունը մաքսիմում օգտագործի։ Դե Այս ոնց որ Ալյանսին միանալու եւ այս քայլը բնականաբար ոնց որ մենք քննարկել ենք եւ դրա դրական կողմը նա էր, որ շատ արագ մենք կարողացանք ունենանք լիքը կապեր, այդ նեթվորքինգը, ինչը մեզ անհրաժեշտ կլներ երկար տարիներ, որովհետեւ մենք ինքներս ստեղծեինք, բայց նաեւ պետքա այդ ուղղությունը չկանգնացնել եւ այդ ուղղությամբ շարունակել սեփական նաեւ մասնաճյուղերն ու ան ունենալու համար, որովհետեւ այսօր նորից եմ ասում, եթե մենք նայենք բիզնեսները ընդհանրապես նաև եթե նայենք խոշոր բիզնեսները եւ հզոր բիզնեսները նույնիսկ մոնոտոն չեն ազգային առումով։ Հա, Այս շատ հետաքրքիր միատար չեն, էլի, միատար չեն։ հա, ազգային առումով միատար չեն եւ սա շատ լուրջ հարցեր է լուծում։ համաձայն եմ։ Երբ որ դու նույն կորպորացիայի մեջ, նույն բիզնեսի մեջ, նույն, չգիտեմ, հիմնադրած հիմնարկի մեջ, բացի մի ազգից ունես մի քանի տարբեր ազգի ներկայացուցիչներ, ինչը տալիս է նաև այդ մենտալիտետների, մտածելակերպի բախումներ եւ ծնվում է լավագույն առաջարկը։ Այո։ Ես ժամանակ առ ժամանակ մեր Alliance-ի ակումբների նախագահներին հավաքում եմ մի երկրում, այս վերջում Դուբայում ենք հավաքվել անցած ամիս, թե այս ամիս։ Եվ այդ քո ասածը ես զգում եմ, թե տարբեր ազգի ներկայացուցիչները ինչքան տարբեր են մտածում, բայց դա ռեսուրս կա։ Այդ քո ասած բախման կետում էներգիա է արտադրվում։ Մտքեր են գալիս, որոնք դուք հասկանաս, որտեվ դու ամեն դեպքում հայ ես եւ հայի մտածելակերպով։ Եվ երբ որ գալիս այլ բանով, ամերիկյան բանի հաջողությունը իրականում, բիզնեսի շատ ուժեղ հաջողությունը, ես համարում եմ հենց այդ ամերիկյան տարբեր ազգային ներկայացուցիչների, ինտերնացիոնալ այդ ազգերի ներկայացուցիչների հավաքված լինելը։ Այդտեղ շատ մեծ ռեսուրս է, դա շատ մեծ է ու դրա դիմաց պայքարելը, ինչքան էլ նայում եք Չինաստանը այսօր դեռ չի կարողանում անցնի Ամերիկային, հա, իհարկե լավ պայքարը, այն դեպքում, երբ որ Չինաստանում անհամեմատ ավելի համակարգված եւ ավելի կանոնակարգված է թե պետությունը, թե բիզնեսը, թե ամեն ինչը, բայց միևնույնն է, այնտեղ հենց այդ բաներն ավելի դեռ այնտեղ ուժեղ։ Համաձայն եմ։ Դե գալով ընտանիքին ես կուզենայի այսպեսի հարց տալ քեզ։ Ես միշտ նկատել եմ, որ դու երեխաների հանդեպ հատուկ սեր ունես եւ նույնքան հատուկ սեր ունես մեծահասակների հանդեպ եւ սա ոնց որ սինխրոն է, այսինքն եւ նա կա քո մոտ եւ նա կա քո մոտ ու երեխաների հետ կապված ցանկացած միջոցառմանը մենք վերջում բիզնես դպրոցի պրեզենտացիա ունեցանք, ես քեզ զանգեցի, դու շատ զբաղված էիր, բայց ասիր երեխեքի համար անպայման կգամ։ Ինչով է պայմանավորված այս մեծ սերը։ Նույնիսկ սենց ասեմ, երբ որ մենք ինչ-որ առիթ ենք միասին, ուտեղ արդեն երեխաներ կան, դու բոլորին կարաս մոռանաս, սաղ ժամանակը անցկացնես երեխեքի հետ։ Ինչով է դա պայմանավորված։ Հիմա ճիշտ ասեմ։ Երեխաները չեն խաբում։ Երեխաները ազնիվ են, երեխաների հետ շփվելուց դու գիտես, որ ինքը ինչ ասում է իր մտքին, մաքրամաքուր էակներ են իրականում։ Լրիվ անջատվում ու հանգստանում եմ ես երեխաների հետ շփման ժամանակ։ Իրապես հանգստանում եմ ես այդ հաճույքը եւ բանը, որ ստանում եմ երեխաներից, չի կարող ոչ մի բան փոխարինել։ Դե ամեն մեկը մի բանից է հաճույք ստանում, հա, նորմալ է։ Մեկը դիսկացիա կա, ես չեմ բանանում երբևէ փնովում, որովհետև դա ճաշակի եւ հարցի խնդիր է։ Մեկը դրանից է, մեկը նստում կազինոյի հաճույք ստանում խաղալուց, մեկը կինո նայելուց, մեկը ֆուտբոլ նայելուց, նորմալ է։ Օրինակ ես իմ բոլոր ընկերները, մեծ մասը ընկերներ, դե ֆուտբոլի ֆանատ են։ Մի քանի անգամ էլ ինձ դες պարտադրել են, այդ որ պիտի նստենք, նայենք Բարսելոնան խաղում է Ռեալի հետ։ Լավ, նստենք նայենք։ Ես այդ 2 ժամի իմ համար ոնց որ ժամանակի կորուստ է։ Նստել եմ, նայում եմ
11 միլիոնատեր են Իվանյան, իրանց համար հաջորդ միլիոնն են աշխատում, ես նստել եմ նայում եմ վազվզում են։ Եղբայր թողեք այդամ ես մեր եղեգի տորանս սիրեմ, հետը խաղամ, ես հաճույքը դրանից եմ ստանում։ Այսինքն այս տարբեր ինչով ես դու հանգստանում ամենակարևորը։ Հա, ինչով ես դու հանգստանում։ Եթե դու հանգստանում ես ֆուտբոլ խաղալուց, գնա ֆուտբոլ խաղալու, այսինքն շատ կարևոր է որ դու այդ պահին անես այն հանգստի ժամանակ անես, ճամփորդելուց։ Այս վերջի իմ ճամփորդելը ամենաիդեալականն էր, որովհետև ես էի ու իմ ճտերը։ Այդ արդեն ամենալավ հանգիստն էր։ Համաձայն եմ։ Դե գամ ես աթորից հարց տամ մեր հանդիսատեսի անունից, որ տարիքում դու աշխատեցիր քո առաջին միլիոնը, միլիոնը կամայական թիվ եմ ասում, էլի, եւ որ տարիքում դու համարեցիր, որ արդեն դու այնքան ֆինանսապես կայացած ես, որ կարաս զբաղվես նրանով, ինչը քեզ դուր է գալի։ Այդ անցումային փուլը երբ է եղել։ Իրականում, գիտես ոնց է, շատ բան է, ճիշտ ասեցիր, դա հարաբերական է այդ միլիոն հասկացողությունը, որովհետև այդտեղ գալիս է բավարարության հարց կա։ Բավարարվածության հարց կա, դե արդյոք մարդը ինչից է բավարարվում։ Որտեղ մարդ կա ունի 1 միլիարդ, էլի չի բավարարվում։ Երբ գալիս է բան եւ եթե մենք այտենց մի քիչ կոպիտ նայենք բավարարության հարցով, դա երևի թե 15 թվականին էր, 15 թվականի վերջին, երբ ամանորյա այդ նոր տարվա միջոցառման ժամանակ մարդուկին որոշեցինք, որ բավարար է։ Ինչի է բավարար, որովհետև բավարարա Դու 40 տարեկան ես, չէ՞, 15 ժամանակ 42, հա։ Ասացինք բավարարա, որովհետև դե գիտես ոնց է, կա բիզնեսը, կա մարդկանցի բավականին կետեր կային 20 քանի հատ, մեկ հյուրատուն ունեինք արդեն ամառանոցը ունեմ, մեքենան ունեմ, տուն ունեմ, ամեն ինչ ունեմ։ Գնում եմ աշխարհը ճամփորդում եմ եւ հավելյալ փող աշխատելու համար, այսինքն հավելյալ մեծացնելու բիզնեսը, նոր բիզնեսներ սկսելու, դու պետք է ռեսուրս եւ էներգիա ծախսես բնականաբար, ինչը որ անում ենք, էլի։ Ինչի համար։ Եթե ես չեմ ուզում, եթե ես չեմ գնում կազինոներ, բրիլյանտ չեմ սիրում, ես չեմ անում, փողը հերիքում է, հանուն ինչի։ Այո։ Հանուն ինչի ծախսես կյանքից ժամանակ։ Հիմա ընդհանրենք իմ այս վերջի տունը 4 հարկանի, այնա վաճառում եմ դրա համար, չեմ ուզում, հարմար չի ինչ 4 հարկի, չի մեծությունը չի ձեռք, ինձ դեռ դուր չի գալի, կնոջս է դուր չի գալի, վաճառում ենք մենակ որտեղ մեծ է։ Սարքում եմ ավելի փոքր ու ուտնի 1 հարկի վրա կամ 2 հարկի։ Այսինքն Այստեղ եկավ այդ պահը, լավ, էլ ինչի համար անենք, հա, ու տենց որոշեցինք ոնց որ մարդուկին բաժակ բարձրացրեցինք բավարարա։ Այդ մի պերիոդն ա եղել, որ մենք աշ չենք տվել մի քանի ամիս, մինչև 16 թվականի քարորյա պատերազմներ, երբ հասկացանք, որ քո ույուտը եւ քո ընտանեկան ույուտը դեռ բավարար չի, որ դու հասկանաս, որ դու ապահով ես։ Երկրի անվտանգությունը եւ երկրի թույլ լինելը անմիջապես ազդում է քո ընտանիքի, քո ընկերների, քո հարազատների բարեկեցության եւ հոգեբանական վիճակի վրա եւ որոշում կայացրեցինք մնալ եւ գնալ առաջ, փորձել հասնել ու արդեն էլ դժվար այլ մոտիվով, այլ մոտիվով համաշխարհատեղից է որ մենք որոշեցինք դուրս գալ, դրսում բացել, հա, արպլանջ, որտեղ մեզ այդպես բաները 12 թվականի իրականում ինչքան էլ ասենք փորձ ունենք, դուրս եկանք 12 թվականի 14-ին Մոսկվա, հետո հետ եկանք խելոք մեր համար լրվեցինք, ասինք լավ, դա մեր բանը չէր, լրվել էինք այդտեղ, հետո մենք փոխեցինք մեր բանը չէ, փորձ ունենք, այս մտածելակերպը, որտեղ ասինք լավ է, նորմալ է, ինչ գնանք նորից տանջվենք, որտեղ դա տանջանք էր գնալ նորից Մոսկվայում, 0-ից այն process-ը, որ անցել եմ, գնալ նորից շուկայից սկսել ապրանք առնել մենեջերի հետ, սկսել աշխատողի հետ հարցազրույց անցկացնել, 0-ից գնում ես առաջ։ Բայց հասկացանք, որ չէ մոտիվացիան ուրիշ պետքա լինի այնց բրենդ ստեղծելը կամ այնց բիզնեսներ ստեղծելը, որոնք կարողանան արժեք տալ երկրին, արժեք տալ հասարակությանը, արժեք տալ շրջապատիդ, հա, դրանից հետո էր մինչև այդ որ ինձ ասում էին հասարակական կամ հանրային լինելը, ես խուսափում եմ, եթե դուք նայեք Facebook-ի էջը Այդ թվերին ոչ մի 100 ֆրենդ ունեիր։ Հա, կարող է, այտենց դրել էի, որ ես հետևեի, պրոստը ինչ է կատարում, երբևէ գրառումներ կամ նման բաներ չկար, հա, այսինքն այդ թվին որևէ բան չկար, իմ համար խախանդ ապրում էինք, sense մի կողմ քաշված, բայց հասկացանք, որ դա ճիշտ չի, դա սխալ է ու տեղից փոխվեց։ Մեր 16 թվականից մեր գործողությունները ավելի թե մտածելակերպը, թե գործողությունները ավելի մասշտաբային են, թե ռիսկի գնալը, թե այդ ամեն ինչ, որտեղ այդ ժամանակ
Եվ դա ոչ թե նրա համար, երբ որ ինձ գալիս են օրինակ շատ առաջարկներ եղան, ես էլ ասեմ, որ այս ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով շատ առաջարկներ եղան, որ ես ինչ բանը կարանք վերցնենք, տանենք Ռուսաստան վաճառենք, մի հատ sense կլորիկ գումար աշխատենք։ Ասում եմ, եւ դե այսքան փող կաշխատենք, ասում եմ, եւ այդ փողը ինչ պետք է անենք, 100,000, 200,000 դոլար փող աշխատեցինք, մի ամիս տանջեցինք, քիչ գումար է, ասում, չէ, բայց ինչ պետք է անենք դա։ Ես ինչ որ մի բան կա, որ ուզում եմ այսօր անեմ, ես չեմ անում դա, չէ, բայց այդ ժամանակ ես համարում եմ 2 ամիս ինչ որ կորցնել մի բանի վրա, որ ոչ մի ապագա չի տալու, ոչ մեկին վարժեք չի ստեղծելու, ոչ մի բան չի անելու։ Իսկ հիմա ընդհանրենք խորացված ուսումնասիրում ենք հիդրոգենով հարուստ ջրի բանը, որովհետև դա հասարակության ընդհանրապես բանի կամ ռեզորտ եւ սպա, որովհետև ինքը հաջորդ պրոյեկտն է, որ տալիս է մարդուն առողջացման հնարավորություն, հասարակության առողջ ապրելու ավելի հնարավորություն, ավելի հետաքրքիր բան, գիտական հենքի վրա դրված, սենց։ Ես հետ գամ իմ աթոռ, ստեղից քեզ հարց տամ։ Դու 20 տարեկանում կամ 18 տարեկանում ունեցել ես որոշակի մտահորիզոն, մտածելակերպ ու հիմա արդեն կյանքի որոշակի փորձով հարստացած, մեծ ճանապարհ անցած կարգավիճակում ես, հետ նայելով քեզ այդ տարիքում ինչ խորհուրդ կտաս եւ բնականաբար այդ խորհուրդը մենք պրոյեկտում ենք նաեւ բոլոր երիտասարդների վրա, ովքեր հիմա այդ տարիքում են, կյանք նոր են մտնում, ընտրությունը արդեն մեծ է, ինչով զբաղվեն, ոնց անեն, պատկերացրա, որ դու ինքդ կանգնած ես քո առաջ 18-19 տարեկան շատ բան է, որովհետև փոխվել է իրականում մտածելակերպը, երբ այտենց բան կար, իմ ծանոթներից մեկն է, նույնիսկ եթե ինքը իրան այդտեղ ճանաչի, մի քիչ կարող է նեղվի, բայց դե ես իրա դիմացել եմ իրան ասել, երբ ասում եմ, դե ես այս մտքին եմ, ես 20 տարի առաջ էլ այդ մտքին հիմա դրանով փորձելով շեշտել, որ ինքը կայուն է, բայց դա շատ ներողություն, դա չգիտեմ, անխելքություն է, մեղմ ասած, ոնց կարելի է 20 տարի առաջ եւ հիմա նույն մտքին լինել, նույն ձևով պատկերացնել, նույն ձևով գնալ, աշխարհը ամբողջապես փոխվել է, եւ դու նույնիսկ ես պատկերացնում որ 5 տարի հետո ուրիշ ձևով պետք է մտածեմ, եթե ես հիմա ու 5 տարի հետո նույն ձևով մտածեմ, ես ուրեմն կանգնել եմ այդ պահից արդեն, մարդ կանգնել է, դու չէ, իսկ առավել եւս բիզնեսմենի համար դա կործանում է նշանակում, կանգնել մի կետի ասել, որ վերջ ես արդեն ամեն ինչ գիտեմ եւ կանգնած եմ եւ նորմալ է, բիզնեսը այդ ամենալավագույն բանը, ինչքան էլ այդպես հեշտ է հնչում, բայց ինքը լավագույն օրինակ է հեծանիվի հետ համեմատելն է, երբ որ հեծանիվով քշելուց կանգնում ես, ինքը շուռ է գալի, դանդաղ ես քշում, ովքեր հեծանիվ քշել են, լավ պատկերացնում են, դանդաղ քշելուց բավականին դժվար է, ինչքան արագ ես քշում, վերջում ձեռքերդ կարում ես թողես, ինքը գնա։ Դե լավ խոսք է, ասում են դու կարաս ճիշտ լինես մենակ այն դեպքում, եթե միշտ կարծիքդ փոխում ես։ Ժամանակին համահունչ դու զարգանում ես ու այդպես շատ կարծիքդ փոխում ես։ Իդեպ այս հաղորդման ժամանակ, ինչպես եւ նախորդ հաղորդումներում, մենք լավագույն հարցեր գրողներին ունենք նվեր, մեկ նվեր իմ կողմից, դա 1 ժամ խորհրդատվությունն է, ձեր նոր սկսած կամ արդեն գործող նախագծի հետ կապված, բիզնես նախագծի հետ կապված, իսկ Բակուրը մեր Դիլիթաունում, այսքան որ խոսեցինք, գովեցինք իր մասին, Դիլիթաունում 1 գիշեր անվճար զույգով համեցան մեր մոտ մնալ։ Ընտիր, հետեւաբար 1 հոգին կարա գրի 5 հարցից ոչ ավել եւ գրեք ձեր հարցերը ու ելի եմ ուզում ընդգծեմ, որ մեր ոդկասթը ավարտվում է այն ժամանակ, երբ բոլոր հարցերը գրված են լինում եւ մենք Բակուրի հետ պատասխանում ենք այդ հարցերին։ Դե ոնց են որոշում բոլոր հարցերը գրված են։ YouTube-ի մեկնաբանություններում գրում են մեր ունկնդիրները հարցերը, մենք իրար հետ պատասխանելու ենք այդ հարցերին։ Okay։ Ծանր գործ է դա գալիս։ Այո։ Կյանքում ցանկացած կայացած մարդու ճանապարհին լինում են մարդիկ, ովքեր մեծ ներդրում են ունենում այդ մարդու կյանքում եւ հետո երբ որ հետ հայացք ես գցում, ուզում ես շնորհակալություն ասես այդ մարդկանց, լինում են դեպքեր, երբ այդ մարդիկ արդեն ողջ չեն ելում։ Օրինակ իմ դպրոցի տնօրենը շատ մեծ ներդրում է ունեցել մեր դպրոցի բոլոր սաների վրա։ Ինքը ֆանտաստիկ կին էր, մանկավարժ էր, ու ես արդեն հետ հայացքով շնորհակալության խոսքս ուղղել եմ իր ժառանգներին։ Բայց կան մարդիկ, ովքեր ապրում են մեր հետ են ու էլի մեծ ներդրում ունեն մեր կյանքում եւ իրանք շատ մեծ գործ են արել ու մեր այսօրվա ունեցածի մեջ իրանք ահռելի ավանդ ունեն։ Քո կյանքում կա տենց մարդ, ում դու կուզենաս Դե շատ կան իրականում շատ կան արկա էլ, հիմա էլ, հա, մարդիկ, որոնք իմ կողքին են, որոնց շնորհիվ իմ ընկերներում շատ են, շատ լավն են, շատ մոտիկ ընկերներ, հա, հարազատներ,
մի հոգին էլ դեմս նստած անես չի հեռու գնանք, բայց մի հատ հետաքրքիր կուրիոզ բանի մասին կուզենամ ասել, դեպքի մասին, որը երբևէ չեմ անդրադարձել դրան, նույնիսկ ասենց ասեմ, այդ մարդու անունն եմ մոռացել։ Ինչի եմ անունը մոռացել, որովհետև դա եղել է մոտավորապես մի 30 տարի առաջ։ Ես իր հետ հանդիպել եմ ընդամենը, երբ մենք գնացել էինք հանգստանալու Դիլիջանում, հանգստանալ ասելով էլ տենց են պանսիոնատա տիպի հին տենց ինչ-որ տեղում, ուղղակի երեկոյան դուրս էին գալիս, դա այն ժամանակ տենց ինչ-որ բան չկար անելու, երեկոյան դուրս էին գալի, խարույկ էր, գիտար, դրա շուրջ տենց նստած զրուցում էինք, դեմքն եմ իր մոտավորապես հիշում, 30 տարի սխալ ասեցի, որովհետև ամուսնացած չէի, այսինքն մոտ 35 տարի առաջ, 17-18 տարեկան, և այդ բանի ժամանակ այտենց իր հետ զրուցներ, շատ իր մոտեցում, մինչետ իմ մոտեցումները մի քիչ ուրիշ էր, ավելի սենց կոպիտ ասեմ, ավելի նյութական էին, հա, պատկերացումները կամ բան, ինքը հանգստացող էր էլ այդ նույն տեղում, հա, նույն ձևի հանգստացող էր, դեմքն եմ շատ լավ հիշում մորուքով բանով, ինձանից դե մեծ էր, մի 10-15 տարի մեծ էր, բայց այդ շփումը իր հետ շատ լավ ստացվեց ու ոնց որ իմ կյանքի մտածելակերպի մեջ ինքը ռադիկալ ոնց որ փոփոխություն արեց, ես ինչ ձևով սկսեցի մտածել, հիմա չեմ կարող ասել ինքը ինձ կհիշի թե չէ, որովհետև դե եթե ես իրան հիշում եմ, որովհետև ինքը այդ ժամանակ իմ համար շատ հետաքրքիր դեմք էր ու իմ մտածելակերպի վրա փոխվի, բնականաբար ես ինչ-որ մի երիտասարդ էի ժամանակում հետ մի շաբաթ հանգստացել է ինքը, բայց եթե հանկարծ հիշի ու տեսնի նայի ու հա արձագանքի շատ հետաքրքիր կստացվի։ Իսկ կհիշես դետալներ, որ հյուրանոցում էի կամ ինչ-որ մի բան, որ ինքը տենց բանում ոնց է կոչվում, այդ մալականների գյուղ կա այդ բանի մոտ Թեժլեր, չէ, ինքը դեպի Կիրովական որ գնում ես ձախի վրա, հիմա դա քանդված վիճակ է, այդ հյուրանոցը գոյություն չունի։ Դե ես միշտ այս հարցը որ տալիս եմ, ես էլ եմ ասում, այն մարդկանց շնորհակալություն, ովքեր այդ նույն ներդրումը ունեցել են իմ կյանքում ու բարեբախտաբար միշտ չի որ դա անցյալում է, միշտ չի որ այդ մարդու հնարավորություն չունես անձամբ ասելու, էսի այդ դեպքերից է քեզ եմ ուղղում այդ շնորհակալությունը Բակուր, որովհետև քո ներդրումը թե մեր ակումբում, թե իմ կյանքում եւ ամենաուրախ պահերին եւ ամենադժվար պահերին այնքան մեծ ու ահռելի է եղել ու կա, որ ես սենց առիթ ունեմ, որ ասում եմ մենք պետքա գնահատենք մեր բոլոր ընկերներին հենց ներկա ժամանակում եւ այն մարդկանց, ովքեր այդ ներդրումը ունեն մեր կյանքում հենց հիմա եւ սիրելի հանդիսատես, եթե դուք էլ ունեք մարդիկ, ում պետքա շնորհակալություն ասեք, մի թողեք հետո։ Հենց հիմա պոդքասթը պաուզա տվեք, վերցրեք, զանգեք եւ ասեք դա, որովհետեւ դա ամենակարևոր բաներից է։ Կգա մի հատ որ արդեն ուշացած կլինի այդ շնորհակալությունը, ասեք միշտ այն պահին, երբ որ դուք այդ էմոցիան զգում եք, այդ էմոցիան ունենում եք։ Հա, ուզում եմ մի հատ գաղտնիք բացել, շատ հիմա բանա չէ, ոնց կարելի որ նայում ենք ընդհանրապես ինտերնետը ինչով է լեցված, բոլորը այսօր ձգտում ունեն ինչ որ հրաշքի, ոնց կարելի է միանգամից առողջանալ, միանգամից չգիտեմ, ցենց որ նայում եք մարդ միշտ ձգտում է, որ այս ինչ ու այդ հետաքրությունը տանում, դա միանգամից է ինչ որ բան լինում։ Ուզում եմ գաղտնիք բացել, ոնց կարելի է միանգամից հարստանալ։ Դրա գաղտնիքը այսքան ժամանակ չեմ բացել, հիմա բացելու եմ, ոնց անել, որ մի քանի օրվա մեջ շատ միանգամից հարուստ դառնալ։ Հա, այդ հնարավոր չի։ Պետք է լավ տանջվել աշխատել։ Այո, եւ բաց այդ հնարավոր չի, նաեւ այդ շատ աշխատելը պետքա բալանսավորված լինի, Բակուր, այստեղ էս էլ է կարեւոր։ Մեր գործարարները շատ օրինակ մենք երեք հավաքվել էինք աշխատանքային օրով եւ մենակ դու կարացիր տենց ավելի հանգիստ հետեւ գաս, բայց շատ մեր ընկերներ դա աշխատանքային օրով է ժամին ոնց հավաքվենք, այսինքն բիզնեսը այնքան է կլանում մարդուն, որ ինչ որ կետից այդ սահմանը կորում է մարդու անձնական տարածքի ու բիզնեսի։ Դա իհարկե բան չի, այդ իհարկե խրախուսելի չի, որովհետև նույնիսկ իրականում բիզնեսին դա վնաս է, այս եմ ուզում ես լսել։ Բիզնեսին դա վնաս է։ Ինչի է բիզնեսին վնաս, որովհետև դուք ամբողջությամբ բիզնեսի մեջ եք, չեք կարողանում բիզնեսից դուրս գալ, չեք թողում ինքը իրանով զարգանա, չեք թողում ինքը որոշակի իր սխալներով, ճշտերով կայանա եւ նաեւ դուք չեք հանգստանում, ինչի առումով ձեր կրեատիվությունը, ձեր բանը ոնց որ սկսում է բան լինել ավելի։ Բիզնեսը սկսում է ճնշել սեփական տիրոջ։ Այո։
Համաձայնում։ Իդեպ մի կարևոր հարց էլ եկավ մտքից, ձեր նոր ընկերությունը Կայուն, հա, Կայուն ակոչում ընկերությունը զբաղվում է կառավարմամբ, ակտիվների կառավարմամբ։ Հյուրանոցային եւ բիզնես կենտրոնների կառավարման համար է բացվում։ Այո, դուք հիմա մի բիզնես կենտրոն եք արդեն վերցրել կառավարման, ճիշտ եմ ասում, Չարենց փողոցի վրա։ Այս մոդելի մասին մի քիչ պատմի։ Ինչի ակտիվի սեփականատերը ինքը չի կառավարում իր ակտիվը։ Ես այս նույն հարցը նաև մեր Արմենին եմ տվել, Ֆրանգուլյան, մեր առաջի ոդկասթի հյուրներ։ Ինչի օրինակ մարդը սարքել է այդ շենքը, դու կարող ես քո բիզնես ակտիվները կառավարես, մի հատ էլ ուրիշի ակտիվն ես վերցնում, շահութաբեր մոդելով կառավարում ես։ Ինչի ինքը չի կառավարում իր ակտիվը։ Դե հենց այդ է հարցը, որ սրանք տարբեր լրիվ տարբեր բիզնեսներ են իրարից։ Շինարարություն անել, սարքել լրիվ ուրիշ բիզնես է, դրա աշխատացնել լրիվ այլ բիզնես է։ Հենց այն մենք սկզբից որ խոսում ենք, երբ մենք փորձում ենք բիզնեսները sense կպցնել իրարով շղթան փակել, ամենասխալը դա է։ Նա լրիվ ուրիշ մասնագիտական բիզնես է, դրա մեջ դու չպետք է մենք կնես չի որ հիմա ընդհանրենք մենք էսել որ սարքեցինք լիլեյքը որպես կառուցապատող մոդել արեցինք եւ այս Կայուն գրուպի բացելու իմաստերն է որ մենք չենք ուզում նորից շարունակել սարքել։ Մենք ուզում ենք մտնենք հենց կառավարման մեջ։ Հիմա Իտալիայում մեր առնելու նպատակը ընկերներով, մեր միջոցներով այդ հյուրանոցների ինչ է, որովհետեւ մենք հիմա որ գնանք ասենք, գիտեք, մենք Հայաստանում էս Կայուն գրուպն ենք կամ էս պետք է ասենք կամ Հայաստանը որտեղ է կամ այդ գրուպն ինչա, ոչ մի բան, այն սկզբի այն խնդիրը ինչ ասեցի։ Բայց եթե մենք Իտալիայում կարողանանք ստեղծել մի 10 հյուրանոցային կառավարման համակարգ 10 հյուրանոցների, բայց մենք չենք ուզում անընդհատ մենք դա առնենք։ Մեր նպատակը դա չի։ Մեր հյուրանոցը առնելը մեր բիզնեսը չի։ Եվ առնելով մենք չենք կարող հասնենք այն մասշտաբին, ինչը մտածում ենք, որտեղ մենք մտածում ենք մենք մի քանի հազարանոց հայկական հյուրանոցային ցանց ունենալ հյուրանոցների։ Դրա համար մենք չպետք է առնենք։ Մենք պետք է վերցնենք կառավարման։ Բայց որովհետեւ մեզ ճանաչեն ցավոք սրտի Հայաստանում ունենալ այդ բիզնեսը շատ քիչ պայման է, համարյա պայման չի, որ քեզ այնտեղ հանձնեն կառավարման եւ ասեն, որ դու օքեյ, եթե դու կարողանում ես, գիտես, Հայաստանում մի քանի հյուրանոց կառավարես, արի Իտալիայում քեզ հյուրանոցն կառավարում։ Բայց եթե մենք Իտալիայում հյուրանոցների կառավարման համակարգ ունենանք եւ հյուրանոցային ցանց ունենանք, շատ հանգիստ ցանկացած երկիր կարողանանք մտնել։ Այո։ Իսկ առաջի հյուրանոցը երբ կշահագործվի Իտալիայում։ Հուսով եմ մյուս տարի բացում կունենանք, մյուս տարվա ամռանը։ Էլի ժամ օր ասա, որ բան չկա։ Այդ մեկը Հայաստանում չի։ Այդ չեղավ։ Ժամ մեկը չի աշխատում, հունիսի մեկը ժամ մեկը Իտալիայում չէ։ Շատ լավ։ Okay, դե այսքանով ավարտենք մեր շատ հետաքրքիր դիալոգը։ Իդեպ ես Բաքուրին այնպիսի հարցեր էի տալի, որ մենք չկրկնենք այն բովանդակությունը, որը Բաքուրն ունի այլ ոդկասթներում, եւ մենք այսօր գործարար Բաքուր Մելքոնյանին այլ անկյունից բացահայտեցինք, այլ անկյունից տեսանք Բաքուրի արժեքները, Բաքուրը որպես գործարար, որպես ամուսին, որպես գործընկեր, որպես մարդ, հայ մարդ, ով կարողանում է ապրի Հայաստանում, ստեղծի մեծ բիզնես ու մնա սիրահարված եւ իր երկրին եւ իր գործին։ Բաքուր ջան, հարգանքներս, շնորհակալ եմ այսօրվա համար եւ մենք արդեն կկարդանք բոլոր մեկնաբանությունները եւ կպատասխանենք ու կընտրենք հաղթողին մեր երրորդ, այսպես ասած, կողմին, մեր հետաքրքիր դիալոգի։ Դե, ինչ հանդիպում։